Գնաց։ Էս իմ դու ես այդ տղա։ Ես կողրա վստահ եմ։ Ինչ ասեց ինձ գնաց ուղղակի։ Ապուշ։ Ես ապշած եմ։ Ախպեր թքած ունեմ։ Ողն եմ ձեզից sense ասեմ։ Գողացել եմ։ Ծափար։ Հասկանանք ու մենք փրթում։ Հաջե։ Ու սիրուն աչքեր։ Շնորհակալ։ Լևոն հանգստացի։ Մեզ բոլորիս լավ խաղ։ Մաֆիադորում ամեն խոսք իր արժեքն ունի, ամեն պորտկում իր գինը, ամեն մեղադրանք իր հետևանքը։ Հիշեք, այստեղ պատահականությունները բացառվում են։ 8 մասնակից, որոնց ուղիները կհատվեն մաֆիադորում։ Մերի Քոչարյան սիրում է բազմապիսի շապիկներ, հատկապես ջերմակ։ Հայաստանում նրա աճը 1 մետր հասակից են բոլորը տեսել։ Սաշ Սուքյասյան Լևոն Իշտոյանի դերը իսկական ոսկե դուբլ էր Սաշի կարիերայի համար։ Շախմատիստում շախմատիստ չէր, բայց շախմատի նկատմամբ ևս անտարբեր չէ։ Սարգիս Ռուստամյան Հոլիվուդում եղել է, բայց հոլիվուդյան ֆիլմերում չի խաղացել դեռ։ Ուստի չի ստացել նաև Օսկար, Սեզար և նույնիսկ արտավազդ, բնականաբար։ Վիկտորիա Գասպարյան Մոնկ 3-ի սիրասունը 1804 կիլոմետրով փոխեց Վիկտորիայի կյանքը, Մոսկվայից հասավ Երևան։ Մասնակցեց, չհաղթեց, բայց հաղթեց, նաև հաղթահարեց իր վախերը։ Աննա Մանուչարյան Փարիզից բացականչում է «La vie magnifique» Դոնի Ռոստովից անկեղծանում, «На улице зима», «Она душевесна», հայերենի համար սեղմեք բեք։ Հայարփի Զուռնաչյան սիրում է պոկեր, ատում գազավորված ըմպելիքներ, նվագում թավջութակ, համարյա օջախի աղջիկ։ Լևոն Բեգլարյան կեղծանունը Ամատունի, կինոպոիսկում առանց նկարի է, հարցում ենք ուղարկել դատախազություն, չի հետախուզվում։ Արսեն Չաչոյան Martial Artist, Wing Chun Kung Fu, Actor, Screenwriter, Films։ LinkedIn-ում Արսենը համեստություն արել և չի նշել բոլոր մասնագիտությունները և հոբիները։ Բարի երեկո, բարի գալուստ, մաֆիա դոր։ Մենք նկարանում ենք նոր գեղարվեստական ֆիլմ Տաշիր արենայում։ Բայ։ Այո, դուք բոլորդ ունենալու եք ձեր դերերը։ Ձեզանից 6-ը լինելու են կարմիր, օրինավոր քաղաքացիներ, 2-ը լինելու են չար հակահերոսներ, որտեղ մաֆիադորում ամեն ինչ ընդունելի է։ Մենք նույնիսկ չարերն ենք սիրում։ Ու դուք մրցելու եք իրար դեմ։ Վերջում բոլորս արդեն կհասկանանք, թե ձեզնից ով է ուժեղագույնը։ Ես առաջարկում եմ ձեզ տանք մի փոքր ժամանակ բոլորիդ հերթով, որպեսզի դուք ասեք, թե ոնց եք պատկերացնում այս ամեն ինչը, ներկայանաք, գուցե ձեր հերոսներ ունեն անուններ, գուցե դուք ուզում եք մեզ ինչ-որ բան ասել, գուցե դուք արդեն կասկածում եք ինչ-որ մեկին։ Ինձ անձամբ արդեն հետաքրքիր է։ Մերի ջան, ես առաջարկում եմ սկսենք քեզանից։ Սկսենք, Քեզ ողջույն։ տալիս ենք 30 վայրկյան ժամանակ, պատմի քո մասին, պատմի թե դու ինչու ես այս գեղեցիկ կովբոյի շորերով։ Ընտրեմ։ Ուրեմն իրականում սա առաջին դեպքն է, երբ ֆիլմի մասին իմացա վերջին վայրկյանին, դե համար Տեխասից եմ եկել, շատ ուրախ եմ այսօր խաղալ ձեզ հետ, ոչ մեկ հետ չեմ խաղացել, ինձ թվում է շատ հետաքրքիր խաղ է սպասվում։ Մենակ կասեմ, որ կուզեմ կարմիր լինել, որովհետև չեմ սիրում խաղալ սև։
Հետո կարող եք կախվել սպառերից։ Սաշ, իմ սիրելի ընկեր, 30 վայրկյանում պետքա տեղավորես քո ասելիքները մեզ համար, խնդրեմ։ Ես իմացա, որ ես Նյու Յորքից եմ։ Այո։ Մի հատ տենց բոլորի թվում է առօրյա է դա, Նյու Յորքում ապրելը առօրյա է, ձեզ թվում է դա նորմալ է, բայց այդ վահանակները գովազդային անընդհատ խանգարում են։ Չես կարողանում հանգիստ ապրել, էլի։ Չգիտեմ ես ինչ եմ հայտնվել Նյու Յորքից, ինչ եմ եկել ստե, բայց ինձ թվում է լավ ժամանակ ենք անցկացնել։ Շնորհակալություն, Սաշ։ Խնդրեմ Արսեն ջան, 30 վայրկյանն ես ներկայացի պատմի։ Բարև ձեզ, Արսեն, բայց կերպարս կլինի ֆրից, սենց։ Եկեք նախ բոլորիս մաղթեմ այդ լավ խաղ, բայց որոշենք նաև ֆիլմի անունը, քանի որ ֆիլմ էր, չէ՞։ Կարանք ինչ-որ պոետիկ անուն որոշենք, բայց մի հատ ցենց երևանյան սլենգով ասած, ցենց ասենք լավերով։ Բոլորիս էլի ռոմանտիկ ֆիլմ նկատի ունեք։ Կրիմինալ է։ Կրիմինալը բնականաբար դիտի բանից չեն կանի։ Ուղղակի ինքը եկել է։ Շնորհակալություն։ Ֆիլմից չէ։ Սարգիս ջան, ինչ ունեք մեզ ասելու։ Ես Սարգիսն եմ, ուրեմն պետքա լինեի Վեգասից, բայց բախտավիճակվել 4 անգամ լինել Ամերիկայում ու ամեն անգամ ընկերներս ասել են անպայման այս անգամ գնում ենք Վեգաս ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում, այդ ֆիլմերից այդ տպավորությունը կա էլի, բայց չստացվեց 4 անգամ, գոնե այս անգամ ուղերձ հղենք ընկերներիս, այս անգամ ստացվի ինչ հանգամանքներով։ Ու ես կլինեմ Վեգասից։ Սիրելի Վիկտորիա, Ունի մոտ։ ես սիրելի չէ, սիրասուն Վիկտորիա ես կասեի։ 30 վայրկյան կարող եք երգել Վիկտորիա, ես գիտեմ որ դուք լավ երգում եք։ 30 վայրկյան կարող եք երգելով ասել ինչ կարծիք ունեք։ Չէ, բերեք խոսամ էլի, գոնե մի անգամը խոսամ, միշտ ասում են դու սուս երգի դա։ Լավ, ես Վիկտորիա Կոդեքսն եմ եւ հանցագործ եմ։ Շնորհակալություն։ Ինչու եմ հայտնվել բանտում։ Չէ, ինձ թվում է պետք չի ձեզ ժամանակ տալ, պետք չի պատմեք ինչ եք հայտնվել։ Մենք ձեզ չենք ուզում իմանալ պատմությունը, ինչ եք հայտնվել բանտում։ Ես փոքրիկ գաղտնիք բացեմ։ Հետո ազատ ժամանակ եմ տալու խոսել։ Ահա։ Լավ է։ Աննա ջան, խնդրեմ, ասեք, դուք այսօր ոնց որ Բարբին եք, հա՞ մեր։ Ամենանուրբիկ։ Այս բացակալի կողքն։ Այս կանել չի։ Այո, ես այսօր Բարբին եմ, տեղափոխվել եմ Հայաստան Բարբիլենդից։ Իմացել եմ, որ Հայաստանում Բարբիի մասին ֆիլմ է նկարվում եւ ես ընտրվել եմ որպես Բարբի ֆիլմի ռեժիսոր։ Այո, ֆիլմի ռեժիսոր։ Ես, այո։ Եւ նաեւ խաղալու եմ, քանի որ ես ռեժիսոր եմ եւ դերասան։ Այո, ես եւ ուզում եմ ռեժիսոր լինեմ եւ խաղամ այս ֆիլմում։ Շնորհակալություն։ Ուզում ենք լավ ֆիլմ կստացվի։ Դժվար ավելի լավը ստացվի, քան մերը, որովհետեւ մինիմում մենք էլ մի հատ նայեք որտեղ ենք։ Բայց դա լավ, ես շատ Բարբին շատ եմ։ Ես հետ նույն ֆիլմն է։ Ֆիլմերը չդախել։ Բարբի է, էլի ոնց։ Սիրելի Հայարփի։ Այո։ Ինչ է թաքնված ձեր այդ մեծ շլյապայի տակ։ Խելք։ Շուշ, ես շատ խելացի եմ, իրականում ինձ ֆիլմի առաջարկը Տարանտինոն է արել, այո, ես խաղալու եմ Բրունհիլդայի կերպարը եւ շատ ուրախ եմ այդ առաջարկի համար, որովհետեւ իմ սիրելի Ջանգոն վերջապես գալու է եւ ինձ փրկելու է, այո, իսկ նեղ շրջապատում ինձ ասում են Հիլդի, կարող եք այդպես դիմել, Դժվար կարողանանք Հիլդի, Քիլդի։ Բրունհիլդա, Հիլդի։ Բրունհիլդի, օքեյ։ Դա։ Okay, Այո, այսքանը։ Թերևս մարդ ում կյանքը երևում է մի անգամից իր ճաղատությունից, թե ոնց անցել։ Փակել եմ։ Այո, սիրելի Cover եմ անում։ Լևոն, Այո։ խնդրում եմ 30 վայրկյանում պատմիր այն անցած քո 38 տարիները, որի մասին ես 39 է։ Դե որ տենց է, ողջունում եմ բոլորիդ այս թանկ նախագծում։ Ես այս նախագծի սցենարիստն եմ եւ ռեժիսորը Լևոն Տարանտինոն։ Բոլորին ես եմ այստեղ կաստինգ անցկացրել։ Այո, եւ 3 նկարահանման ժամանակ ձայնս կտրվել է, հենց որ երբ որ բոլորով քննարկում լինի, ես ձեր բարձրացնեմ իմ ձայնը ասեմ, եթե կարելի է, Դու ուզում ես ես լինեմ քո դասեկը, Լևոն։ Այո, էլի։ Ուզում ես խոսենք դրա մասին։ Շատ լավ, որոշ չափով իրար հետ ծանոթացաք, որոշ չափով իրար գիտեիք արդեն, բայց այսպիսի կերպարներով ինձ թվում առաջի անգամ եք իրար տեսնում։ Հիմա ես ձեզ կբաժանեմ ձեր իսկական կերպարները, որ այս խաղի ժամանակ դուք լինելու եք։ Ահա։ Հիշեցնեմ, որ դուք կարող եք լինել հասարակ կարմիր խաղացող, կարող եք լինել սև խաղացող, կարող եք լինել թաղային
ով իրավունք ունի ամեն գիշեր դուրս գա իր վագոնից, ցույց տա ցանկացած ինչ որ գրիմանոց եւ ես կասեմ այնտեղ թաքնված խաղացողի իրական գույնը։ Եվ կարող է լինել թիկնապահ։ Թիկնապահը ամեն գիշեր իրավունք ունի փրկել մի հոգու, նույնիսկ իրեն։ Բայց եթե արդեն մի հոգու փրկել, մյուս գիշերների ընթացքում նույն մարդուն իրավունք չունի փրկել։ Եթե թիկնապահը օրինակ փրկեց քեզ, բախտդ բերեց, կամ դու եղար թիկնապահը փրկեցիր ինքդ քեզ, եթե սևերը քեզ փորձեն սպանել, ապա դու ունես ինչ ապրես, չգիտես։ Դու ունես ավելին հնարավորություն շարունակելու խաղը, այսինքն դու այդ գիշեր չես զոհվի։ Վաու։ Հասկացանք։ Հիմա ես առաջարկում եմ որոշեք ձեր ֆիլմի անունը վերջնական։ Ռեժիսորը թող որոշի։ Ռեժիսորը թող որոշի։ Տարբերակ հնչեց լավերով, թող տենց էլ մնա, որտեվ այլ տարբերակ։ Լավ է, ռոմանտիկ ֆիլմ լավերով, հասկացա։ Մի անգամ կրկեսում, սլոգանը լավերով։ Լավերով, հա։ Արագ լավերով մի անգամ կրկեսում։ Ավելի կարճ է, էլի։ Լավերով կրկեսում։ Լավերով կրկեսում։ Կրկեսում։ Մի անգամ լավերով։ Մի անգամ լավերով։ Վերջնական։ Չէ, համաձայն եմ, ռեժիսորը ասաց մի անգամ կրկեսում լավերով։ Ինչա վերջնական ասեք։ Մի անգամ կրկեսում, սլոգանը լավերով։ Մի անգամ կրկեսում, լավերով։ Հալելույա։ Բարի գալուստ մի անգամ կրկեսում լավերով ֆիլմի նկարահանման հրապարակ։ Ապրեք որ եկել եք կոնկրետ։ Ես հիմա բաժանում եմ ձեր ծրարները։ Հիմա ես կդնեմ ձեզ, հիմա ձեր միտում։ Հիմա ձեր չեմ տալիս։ Հիմա ձեր չեմ տալիս։ Հիմա դու տենց սիրում քո գլխարկով նստիր։ Համոզում եմ։ Ընտրեմ Լևոն։ Մի հերու մնա։ Ոնց է։ Լավ դու։ Ահա շփվել ենք արդեն։ Էքսպերտ ու պատրոնուս, չի աշխատում։ Ահա։ Ով է հուզվում։ Հետ հաշվարկում ենք բացելու մենք ծրարները։ Հիմա ձեր չեք տալիս։ Դու ինչ ես դժվարացած ինձ։ Ես կարող ես կոստյումով նման եմ քեզ դատախազի, թե։ Մոտավոր, հա, բարեկամ եք։ Ահա։ Հիմա կսկսենք հետ հաշվարկ, դրանից հետո դու գախտնի, որ կողքի խաղացողը հանկարծ չտեսնի, կբացեք ձեր ծրարները, ասես թաքուն կնայեք ինչ կար այնտեղ դրված, կփակեք ու կփորձեք հիշել ոչ խաղի ընթացքում։ 3, 2, 1 Բոլորի դերերը բաժանված են, բոլորդ արդեն գիտեք դուք ով եք այս խաղում, զգուշացեք, դռները բացվում են։ Դե ինչ, ճանապարհեցինք բոլորին իրենց սենյակներ, մնացինք այսպես ասած մենք մերոնցով։ Քանի մենք մերոնցով եք մի հատ խորհուրդ տամ։ Բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, ստեղծեք զանգակի կոճակը, գրեք մեկնաբանություններ, կիսվեք, որովհետև ձեզ սպասում է աննկարագրելի խաղեր։ Ձեռի հետ կարա կարմիր խզորներ նայեք։ Հիմա մենք կսպասենք մի քիչ թող հանգստանան, թող թուլանան, այնտեղ շփվեն։ Կարող են ինչ-որ գաղտնի բաներ ունեն պատմելու։ Բոլորն էլ հետաքրքիր լավ մարդիկ են։ Իսկ թվում է լավա լինելու շատ։ Սարժ ծևերին սիրում էի։ Հետո հասկացա, որ կարմիրը կարող ավելի էքշն լինի։ Կարմիրը ավելի ուղղակի աշխատում է։ Իսկ կամ չխաղան։ Իսկ գյուզ դնել կարելի է։ Հալա։ Դուք ինձ լսում եք։ Մաֆիա։ Եկեք ծանոթանանք առաջինը մեր թիկնապայի հետ։ Սիրելի թիկնապա, մենք քեզ սպասում ենք, շատ զգուշ խնդրում եմ, դուրս եկեք եւ ծանոթացեք ինձ հետ։ Ուր է մեր թիկնապա։ Ահա, եկավ մեր թիկնապա։ Թիկնապա ինչպես եք տրամադրված։ Արդեն գծել եք ինչ-որ ծրագիր ում եք փրկելու առաջինը։ Արդեն գիտեք ինչ եք անելու։ Հասկացա։ Ձեզ մաղթում եմ բարի խաղ։ Դուք քանի որ թիկնապահն եք, պետք է լինեք միշտ զգոն, որտեղ պետք է պաշտպանեք քաղաքը։ Խնդրեմ, համեցեք ձեր գրիմանոց։ Ծանոթացանք։ Կարևոր պարտականություն։ Ես ուզում եմ հիմա դուրս հրավիրել ու ծանոթանալ մեր
Թաղայինի հետ, մեր կարմիրների պաշտպանի։ Մեծ 3 անգամ կանչեց Թաղային։ Ոչ ոք դուրս չեկավ, 4-ից դուրս գնում։ Սիրելի Թաղային, ես սպասում եմ քեզ։ Թաղային։ Ահա, մեր Թաղայինի հետ էլ ես ծանոթացա։ Բարև ձեզ սիրելի Թաղային։ Ամեն ինչ լավ է ձեր կյանքում։ Պատրաստ եք, զգոն եք։ Զենքերը դիցկավորված են։ Դե դուք պետք է պայքարեք մեր խաղի սևերի դեմ։ Ուշադիր եղեք, խնդրեմ, համեցեք սիրելի Թաղային, համեցեք ձեր գրիմանոց։ Թաղայինի հետ ծանոթացանք, մնաց ծանոթանանք մեր երկու հակահերոսների հետ։ Բայց սա մաֆիադորն է, մենք սիրում ենք նույնիսկ մեր չար կերպարներին, որովհետև իրանք էլ մեր ընկերներն են։ Որ իմացել եմ ով է սևը։ Ինչա խոսում ես տղեն։ Հիմա ի՞նչ է լինելու։ Հիմա ի՞նչ ենք անելու։ Բեմական խոսքի վարժան կանենք միասին։ Միմե մամոմումա։ Սիրելի սևեր, խնդրում եմ դուրս եկեք ծանոթանանք միմյանց հետ։ Եկեք սևեր, եկեք, բարև ձեզ, կամաց։ Կարող եք սևական ձեռքսեղմում կազմակերպել իրար հետ, կարող եք ծանոթանալ, կարող եք թաքուն միմիկաներով իրար հետ գծել ինչ-որ ծրագիր, ոնց եք փորձելու հաղթահարել այս խաղը։ Ահա։ Ապրեն մեր սևերը։ Հիմա մենք ուղղակի ծանոթացանք ձեր հետ, ես ձեզ էլի ճանապարհում եմ ձեր գրիմանոցները, խնդրեմ, համեցեք ձեր գրիմանոցներ։ Դուք դեռ ժամանակ կունենաք իրար հետ շփվելու, ժամանակ կունենաք որոշումներ կայացնելու։ Հիմա խնդրում եմ վաղեցրեք ձեր տեղերը ձեր փոքրիկ գրիմանոցներում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս եթերաշրջանում մենք ունենք կարևոր նորություն։ Կտակ։ Առաջին ու յուրաքանչյուր հաջորդ գիշեր կրակված կարմիր խաղացողը կամ սև խաղացողը կապ չունի, իրավունք ունի գրի կտակ։ Ու դա մակագրի կոնկրետ խաղացողի։ Այդ խաղացողը կստանա այդ կտակը, կտեսնի ինչ մաղթանք կամ ինչ ինֆորմացիա է գրված դրա վրա, իրավունք չունի կտակը իր հետ հանի գրիմանոցից, բայց իրավունք ունի բարձրաձայնելու, իրավունք ունի չբարձրաձայնելու, իրավունք ունի խաբելու, որ այդ կտակը իրեն է ասել, իրավունք ունի խաբելու դրա բովանդակությունը։ Մի խոսքով մաֆիադորում կարելի է ամեն ինչ։ Իսկ հիմա եկեք բոլորին կանչենք ստեղ։ Գնացինք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Բաղեցեք ձեր տեղերը, բաղեցեք ձեր տեղերը։ Սխալ եմ հասկացել, որ պետք է դուրս գամ։ Նստեք, այո, ձեր աթոռները ձեր գրիմանոցների դիմաց։ Ոյ, Լավ էր, հանգստացանք անգամ։ Միա շփտացեք իրար։ Եվ տվեք, որ երեկոյան ոչ մի դուրս չի եկես եկակներից, այո։ Արանք հարց ով է սևը։ Թող ձեր բացածը մի հատ բան կա, էլի ճիշտ է։ Ահա, հիմա եկել է պահը, որ արդեն մենք լրջանանք, որովհետև մեզ սպասվում է լարված խաղ։ Ի վերջո քաղաքում կա երկու սև խաղացող, ովքեր ձեզ հերթով վերացնելու են։ Լրջանալու։ Ես առաջարկում եմ մերից սկսած նորից սկսենք քննարկել այս խաղը, արդեն ձեր գիշերային զգացողության մասին։ Հիշեցնեմ, որ այս գիշեր ոչ մեկի չենք հեռացել, այս ցերեկ ոչ մի քվեարկություն չի լինելու, մյուս ցերեկվանից սկսած արդեն դուք կարող եք ցերեկվանից մարդկանց քվեարկությունով հեռացնել խաղից։ Պարզ էր։ Այո։ Դե հիմա Մերի ջան, ձեզ տալիս ենք 30 վայրկյան ժամանակ, պատմեք ձեր գիշերային զգացողությունների մասին, որից հետո մենք ունենանք ազատ քննարկում։ Բոլորդ խոսելու եք 30 վայրկյան։ Խնդրեմ Մերի։ Ես ասեմ, ինչ չեմ սիրում եղել է, բացի սևից իհարկե, այն որ օրինակ առաջին համար եմ, չէ՞ համարվում։ Հա, առաջին համար, հիմա ես ինչ պիտի խոսեմ։ Շատ ուրախ եմ ձեզ հետ խաղալ այս խաղը։ Հուսամ կհասկանամ ովքեր են սևերը։ Ուզում եմ աչքերից ձեր հասկանամ, չեմ հասկանում դեռ, բայց իստում որ խոսեք կհասկանամ։ Ես շաշ եմ ինձ մի նայի։ Բայց ինչ հասկացա։ Բայց ինչ որ լավ է դեռևս աուրան։ Հուսամ այդպես էլ կշարունակի։ Ժամանակ, շնորհակալություն Մերի։ Սաշ, մի գիշեր արդեն անցկացրեցիր քո փոքրիկ գրիմանոցում։ Ինչ որ բաներ կարողա լսել ես, կարողա մտքեր ունես։ Ինչ լավ է որ դուք դարձեք ազատ խոսելա ժամանակ նաև այս 30 վայրկյանից հետո, որովհետև դրանից արդեն բաց կլինի ով ինչ է շնչում արդյոք այս տարածքում, եթե ինչ որ բան եք շնչում, խաբարարեք։ Շնչելու բան չեմ կարող ոչինչ ասել։ Նկատողություն։
Դες մարդ իմ կողմից է մի արեք այտենց բաներ։ Մերի ջան, չեմ հասկանում թե դու ինչի տենց սկսեցիր խաղը, շատ տենց ցերողական սկսեցիր խաղը։ Ամեն դեպքում թող դա լինի իմ կողմից պարզապես նկատած վրիպակ, ինչև լսեմ բոլորիդ, ցտեսություն։ Արսեն ջան, ընտրեմ քո 30 վայրկյանը գնաց։ Կուզենայի վերջում իհարկե խոսել, նորից բոլորի մաղթում եմ լավ խաղ, խորհուրդ կտամ կարմիրներին ուշադիր լինել, միշտ սևերը հետաքրքիր բան են անում, կասկածներ են միանգամից տանում, այս խաղի մասով որ ասեմ, ես կարմիր եմ, միանգամից պետք է փորձենք իրար գտնենք, ժողովուրդ ջան, բնականաբար իրանք էլ են փորձելու գտնեն, բայց համենայն դեպս ուշադիր եղեք, որ միանգամից ով բան կանի։ Կասկածներ կտանք, թե ինչ-որ բան տենց սևերից է։ Շնորհակալություն, ձեր 30 վայրկյանը ավարտվեց, ինչ հասցնելու եք ասեք, արդեն հասցրեցիք, ասեցիք։ Մի քիչ լավ չստացվեց նախադասությունը, բայց հասկացաք ինչ եմ ասում, էլի։ Նման բան կա։ Նման ինչ-որ բաներից եմ ասում։ Սիրելի Սարգիս։ Այո։ Ոնց որ տոն լինի, չէ՞, սիրելի Սարգիս։ Այո, սիրելի Սարգիս։ Ընտրեմ սիրելի Սարգիս։ Ասեմ, այս առաջին այս ոնց որ խոսելը մինչ բարդ է լինում, էլի, որովհետև մինչև փնտրում ես, հասկանում ես, բան շատ դժվար է իրականում իրար ճանաչել, բայց ես էլ մի բան նկատեցի, որի հետ տենց այդքան էլ համաձայն չեմ, օրինակ Սաշը մի քիչ մերին սովորական խոսեց իմ համար։ Ինչի մի անգամից տենց հասարակը երևի թե կարմրական։ Պրիմիտիվ, հասկացա։ Բայց ինչու հենց մի անգամից տենց մերի կողմից չհասկացա։ Սա ուղղակի։ Սաշը հետո արդեն շանս կունենա բոլորի խոսից հետո պատասխանել ձեզ, թե ոնց կպատասխանի արդեն Սաշի շանսը ապրես։ Ես միանգամից քո օրինած վերնագրերից հասկանում եմ, որ դու տենց ես մտածում այդ վերնագրերը, էլի։ Շի շանսը։ Շի շանսը։ Սիրելի Վիկտորիա, ուզում հասկանամ կներեք, էլի որտեղ թերացա, որ հրացին, սարքեցին ինձ տաղավար, էլի։ Քո թերացումները ես տեսել եմ դեռ վաղ հասակում։ Հիմա քաչում եմ։ Շաշը։ Մի հատ հանգստացեք Սիրելի Վիկտորիա, ձեր 30 վայրկյանը, խնդրեմ։ Հիմա կարող եմ պատմությունը շարունակել։ Ինչ ուզում եք արել 30 վայրկյանը։ Մի տրեք հետ անգե։ Ուրեմն ես գող եմ իրականում, գողություն եմ արել, դրա համար եմ բանտնստել։ Դատված է։ Հա, Նկատողություն։ բայց գիտեք ինչ եմ գողացել, կարող եք ուշակել։ Լավ ես կասեմ, գողացել եմ սրտեր։ օրգանների վաճառքով զբաղվում, ճիշտ եմ հասկանում։ Ամենաթանկ օրգանն է գողացել։ Ակա, դե հա։ Ու բանը, ուրեմն այս վերջերս մի հատ արագ հասցնեմ պատմեմ։ Մի հատ սիրո խաղի էի մասնակցում, այդ խաղի անունը Սիրասուն էր, ու մի հատ սենց ճրտ էր մնացել, որ դա հաղթելու է, սենց մի հատ ճրտ էր, մնացել է եզրափակիչ, չհասցրեցի հաղթեմ։ Շնորհակալություն Վիկտորիա։ Խնդրում եմ լավ։ Ես գիտեմ դու ինչու չես հաղթել, որովհետև այդ գեր պրոյեկտ Սիրասունին դու սիրո խաղ։ Սիրո խաղ 14 տարեկանում դասարանցում դեպք գրած խաղալ, բայց Սիրասունը սիրո խաղ չի, Սիրասունը մի քիչ ուշ է հասնում, է դիտեմ։ հասկացա։ Գուշ եղեք ձեր գրիմանոցների դռներից, որովհետև մենք ունենք կողոպտիչ, ոնց հասկացա։ Գիշերը կավա թակուն մտնի տալան է։ Սիրտը։ Սիրելի Աննա, բոլորից սիրելի եմ ասում, արդեն կեղծավոր է դառնում։ Ուղղակի Աննա, խնդրեմ։ Հարգելի կասես։ Երեխեք ինձ ավելի շատ է սիրում, ես ուղղակի Աննա եմ, դուք բոլորից սիրելի։ Իրականում շատ բարդ է հիմա խոսելը, որովհետև ոչ մի բան, ոչ մեկի մասին չես կարող ասել։ Այստեղ ինչ-որ մի հատ ստիճկա տեղի ունեցավ, սենց դեռ նայելու եմ մի հատ հետև եմ հասկանամ ինչա և ինչու։ Ես դες սիրում։ Շնորհակալություն։ Պատրաստ ես այպի։ Միշտ։ Պատրաստ ես։ Միշտ։ Բարձր ավելի վստահ։ Միշտ։ Ես միշտ պատրաստ եմ։ Ուրեմն նա, ես գիտեք ինչ չեմ սիրում, օրինակ ինքը որտեղ իր ցրողական խոսման ես այս բաներ չեմ սիրում, կամ ասում են, կամ չեն ասում, դու ամբողջ 30 վայրկյանը ցրում ես քո վրայից, որ մի հատ կոնկրետ բան ասես։ Երկրորդ, սա շշկռվում է, չգիտեմ ինչ։ Կարող ինքը բարձր է դրա համար ինքը շշկռվում։ Ես չեմ կարող հասկանամ, բայց ես ուզում ասեմ, որ ես կարմիր խաղացող եմ ու դեռ կասկածներ չեմ ուզում ասել այս հարցի շուրջ, բայց երկու մասնակիցը ուղղակի իրանք ինձնից առաջ են, ես հիշում եմ իրանք ինչ են ասում, իմ մեջ կասկած ինչ արեցին, առաջացրեցին, շնորհակալություն, կհանդիպենք վաղը։ Լևոն։ Չկատարվում չէ։ Բեգդարյան Լևոն։ Ասեք ձեր սցենարական մտքերը։ 30 վայրկյանով սցենար։ Սցենարում շատ իմպրովիզներ տեղի ունեցան, որովհետև ասես նայում եմ բոլորը կարմիր են
բայց ինչ որ մեկը դի խաղաց, չէ՞, դենց օրենքով, չգիտեմ, առաջի գիշերվա կաստինգը անցնում են Մերին եւ Աննան, զուտ նրա համար, որ կանաչ աչքեր ունեն, ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Ես կանաչ աչքերով մարդկանց շատ եմ սիրում, առասարակ, նույնիսկ եթե տղաները կանաչ աչքեր ունենան, իրանց խաղա։ Ողքերն ասես կան։ Հա։ Դուք լույսի տակ կանաչ։ Հա, այն ծերերը։ Մի քիչ էքո այդ լավ ուրեմն սենց։ Ես էլ ունեմ։ Նկատողություն Սարգիս։ Ես հիմա ձեզ տալիս եմ ազատ մի քանի րոպե ժամանակ, որպեսզի դուք բուրըն քննարկման մեջ մտնեք։ Բայց ես գիտեմ ումից ենք ասում։ Հայարփի սկսի։ Ես ինչի վրա եմ ներ բանանում, ես եմ հասկանում, եթե մեր խոսացեք։ Նայեք, ես ամենասկզբից դեռ այնտեղի գրիմյորկայից ասել եմ, որ ես Բարբի եմ խաղալու էստեղ։ Ես ճիշտ չի, այդպես մի խաղալ, որովհետև այդպես խաղաց բոլորը մտածում են Բանը չստացվի, ուրեմն իմացեք դա Բարբին է, եթե բայց առաջի Սա կողմ գնացիր այդպես։ Ախպերս մի անգամից ես հանգիստ Հա, ինքնապաճիշտ ասում։ Չէր սպասում, որ պետք է ասեմ։ Բայց մի հատ բան ասեց, որ մի քիչ տիպա ավելի լավ է ոչինչ չասես, քան ասես մի բան, որը կախել։ Չէ, ինչ որ բաժանվել եք երկու խմբի իրար վրա ուղղակի գոռում եք։ Նա լսեք ինչ եք խոսում իրար։ Ուշադիր եղեք արագ-արագ տենց խոսացողներին, որովհետև եթե հոգեբանական բանել է, միշտ ով շատ արագ է խոսում, ինքը ուզում է միշտ որ բան թաքցնի։ ես եմ արագ խոսում։ Դա կոնկրետ իմ դեմ։ Ես Կարմին եմ, եկեք մի հատ ինքնակազմակերպենք, հասկանանք ու մենք փրթում մենք։ Ախպերս սևերը չեն փոխում։ Մի անգամից Պսիխոլոգիչեսկի բան։ ինքնավորվելով է պետք։ Անայք ինքը արդեն ինձ մեղադրում է, պսիխոլոգիես բացեց։ Արագ խոսացողները սև են ու արագ խոսում։ Իրան կասկածներ կա, որ սև է։ Արսեն ինձ թվում է քեզանից վախում եք։ Արդեն մի հատ կասկած սև, Ժորժ ջան։ Քանի որ մի անգամ բացահայտում արեցի, որ արագ խոսացողը կարա բան թաքցնի։ Դե մի անգամը չի նշանակում, որ այդ ամբողջ կյանքի համար պետք է։ Արդեն լավ է սկսել։ Հիմա գնացինք, մի հատ կասկած դիմացուց։ Կարծիքով Աննան, Բայց երկրորդը կմտրեն, շատ էմոցիոնալ մարդ եմ, խոսալու եմ լի։ Կարծիքով Աննան չէ, Այդ թույլատրված է որ կպնաշից հենց սիրում եմ քեզ։ թույլատրված չի կպնել։ Չես ուզում ձեր Քո բարձր։ կարծիքով Աննան, որ գիշերվա մասին ինչ-որ արտահայտություն արեց, վրիպում է լեզվի, թե ուրիշ բան էր ուզում ասել։ Էմոցիոնալն է։ Դե որովհետև արդեն այս գիշեր մենք Չէ, միջալից եթե վախում եք, որ Արսենը ինչ որ բայ դանակա հանելու մոտից, ասեմ որ դինաթափվեց։ Հստակ ասա, ինչ պատմություն։ Այդ եմ ասում, դες միանգամից կտրեց Աննան խոսակցությունը, չգիտեմ, կարող է դա իր կերպարից էր գալիս։ Աննան շատ լավ պոզիցիա բռնեցենց արեց։ Դե որովհետև արդեն այս գիշեր կարող ենք Դա նաև դերասանուհի է, կարող է կրուտիտ լինել։ Դու ես սկսում կասկածների տակ մտնել, Հենց ասեմ, եթե դու կասկածեցիր ինձ, զղջալու ես ամբողջ կյանքդ։ ուրեմն դու սև ես։ Այս Բայց Սաշա, բայց կարող Արելի է, բայց հայտարարություններ անել։ Գայ կասկածում եմ, էս։ Էսին դու ես։ Ժամանակը չի։ Հաստատ սև է։ Ախպեր, մի բան ասեմ։ Հայարփի Սարգիսը Կարմիր խաղացող է։ Ասեմ խի։ Լեվոր հոգեբանորեն Խոսալուց քննարկենք։ Արսենը արդեն ամեն ինչ մեսրում է իրաց։ Հիմա որ ամեն ինչ խոսենք, էլ մենք խոսելու։ Հիմա ով է իմ այդ կարմիրներ թող։ Խոսելու մասին է վերի։ Ուզում եմ նայք պահանջում եմ, նայք մի հատ պահանջում եմ, որ այստեղ խաղի մեջ բան կար, չէ՞, թաղային։ Թաղային ունենք ստեղ։ Թաղայինը կարա մի հատ վերջնական իրա, եթե չի ուզում բացահայտի, մի հատ ասի էլի, ես եմ թաղային, թեկուզ երկրորդ խաղը, բացահայտել եմ ես մեկին գոնե ինքը սև է, չէ՞ մենք սպասել ենք, չէ՞ դե երկրորդ վերջ։ Չէ, հիմա Եվ թիկնապահին ժողովուրդ ես հետ եմ ասում, արդեն իր ձեռքը վերցնելով ախպետը։ Հա, թաղայինի ճշտ է։ Ես կարծում եմ դուք արդեն սպառում եք բոլոր թեմաները, մեր մոտ անհանգստություն Չալե։ որ հետո չեք կարող եք Ասա, խոսալ։ ասելիքդ մեկից ուշադիր ում Մերին լսել։ Ասե դու արդեն ոնց որ հոգեբանական տարբեր Առաջարկում թաղայինը ճշտի Չես կարող անես։ Առաջարկում թաղայինը ճշտի հայացքին, երկրորդին կճշտենք Սաշին։ Ձենը, նստի տեղը։ Ես առաջարկում եմ նրանց ովքեր իբր շատաններ են խաղում, էլի։ Ես առաջարկում եմ բոլորդ մի պահ գնաք հետ ձեր գրիմանոցներ։ Պատրաստ եք։ Այո։ Զգուշացեք, դռները բացվում են։ Խնդրեմ։ Որոշ մարդիկ կան, որ արդեն կասկածներ ունեն իրար վրա։ Ասեմ, որ Արսենը ուզում է իրավիճակը վերցնի իր ձեռքը, բայց մարդիկ կան, որ ընդդիմանում են։ Բայց օրինակ ես նկատեցի, որ Սարգիսը ոնց որ հանձնվում է։ Ոնց որ չի ուզում Արսենին շատ հակաճառի,
Կարող է դիտել տակտիկա, չգիտեմ։ Ամեն ինչ կարող է լինել։ Հələ բայց արի էլի։ Արի։ Գնացինք։ Կարող խոսալ։ Մոն երեքը ներկայացնում է։ Եկա այս գիշեր, առենք բոլոր մոմերը։ Ես որ ձենս մի քիչ նորմալ լիներ, ինձ մի հատ ելույթներ կունենեմ։ Ես կարմիր խաղացող եմ, խիմ, լարվում։ Առանց սեր չկագար, ասա քեզ ինչ նախանգար։ Ասա ինձ խիես է սաղանում, Գտել եմ, բանան ձև եմ գտել։ Սաշ ջան։ Ճիշտ է, մենք խաղացել ենք իրար հետ։ Դու լավ մարդ ես։ Սաշին հանել խաղից։ Ներվերս խախտվավ։ Մեր սևերը այս գիշեր սպանելու են իրենց առաջին զոհին։ Տեսնենք թե ինչ կանեն մեր թիկնապահն ու թաղայինը։ Գուցե կարողանան ինչ-որ կերպ փրկել խաղը, որովհետև սևերը դիսբալանսի են բերում խաղը։ Առաջարկում եմ առաջին տեսնենք թե ում է ուզում փրկել թիկնապահը։ Թիկնապահ, սիրելի թիկնապահ։ Թիկնապահ ջան, ինձ բուժի միշտ։ Շնորհակալություն սիրելի թիկնապահ, շնորհակալություն, մենք հաշվի կառնենք ձեր որոշումը։ Տեսնենք թե թաղայինը ում է ամենաշատը կասկածում։ Սիրելի թաղային, ես քեզ սպասում եմ։ Արի թաղային, արի թաղային, թաղային արի։ Ահա։ Մեր թաղայինն էլ եկավ։ Թաղային ջան, ում եք ստուգում։ Մեր թաղայինը կատարեց իր ստուգումը։ Շնորհակալություն թաղային։ Սիրելի սևեր, համեցեք դուրս, եկեք, ձեր որսի ժամն է եկել, հնարավորություն ունեք ինչ-որ մարդկանց ճակատագրերի հետ խաղալու, այո, այս գիշեր դուք սպանում եք, ես կարող եք երկուսով որոշում կայացնել, կարող եք մեկով կայացնել, կապ չունի, ընտրեք ձեր զոհին, Ոնց որ թե մեր սևերը կայացրել են իրենց որոշումը։ Շնորհակալություն սիրելի սևեր։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը։ Թե ինչի համար եմ ասում շնորհակալություն չեմ հասկանում։ Մարդ են սպանում, ես ասում եմ շնորհակալություն, ես ինչ ձև է։ Ով է դուրս եկե։ Ով։ Սիրելի զոհ, խնդրում եմ գրեք ձեր կտակը։ Համեցեք, գրեք ձեր կտակը, սիրելի զոհ։ Հանձնեք այդ կտակը ինձ, ես կհանձնեմ, խոսք եմ տալիս այն մարդուն, ում դուք մակագրել եք այդ կտակը։ Ինչ-որ բան է ասել։ Շնորհակալություն, ես խոսք եմ տալիս, տվեք ինձ։ Ես խոսք եմ տալիս, կտամ կտակը։ Համեցեք։ Գրեց պիեսը մեր զոհը, բայց ես նրան էլ եմ սպանել։ Կտակը փոխանցված է։ Չաչյան, Լևոնը կարմիր է, անիմաստ էին կասկածներդ, կամերան կտակում եմ հաղորդավարին։ Գուշացեք, դռները բացվում են։ Եկեք, համեցեք, այո, ունենք զոհ։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Հա, ինքը վախենում էր ֆռացող բաները։ Ինչպես հասկացաք, մենք ունենք զոհ։ Բայց շատ հաճելի էր Սաշա։ Այո, մեր զոհի բախտը չի բերել, որովհետև թիկնապահը նրան չի փրկել կամ չգիտեմ, որովհետև նա չուներ պաշտպանություն։ 30 վայրկյան ունեք, Արսեն, պատմեք ձեր գիշերային զգացողությունների, ձեր խաղի մասին պատկերացումները։ Խնդրեմ։
Հետաքրքիր բան խաղ գնաց գիշերը, շատ հետաքրքիր էր։ Խաղում եմ ուրեմն Լևոնի հետ, որպես կարմիր։ Սաշին կասկածում էի ինչ որ բան, իհարկե, բայց պարզվեց իհարկե այդ Սաշը այնքան անկեղծ է ուղղակի, այնքան անկեղծ է, որ չի կարողանում թաքցնել իր բանը, անմեղ խաղալ տենց ֆասադ լինի։ Հիշեցնեմ, որ այս փուլի ավարտին արդեն հնարավորություն եք ունենալու առաջադրելու ձեր կասկածելի մարդկանց տեխնատությունները։ Հետո քվեարկությամբ արդեն մեծամասնության ձայներով այդ մարդը կլքի մեզ ցերեկվա փուլին։ Սիրելի Սարգիս, ճիշտն ասած, ինձ համար իրոք զարմանալի էր, ես էլ էի կասկածում, անկեղծ, որովհետև Սաշը սկսեց ին համար անկապ էր էլի իր խոսել այդ պահի դրությամբ, որ այսինքն մեղադրեց, բայց զարմացա։ Փաստորեն սխալ մարդու ուղղությամբ ենք գնացել, որ սև փնտրելու։ Ես հիմա հստակ չեմ կարող ասել ում հետ եմ խաղում, որովհետև մի քիչ առաջ մեծ պատկերացումներ ունեի, փլվեցին, հասկացա, որ սխալ եմ մտածել իրական, բայց շնորհակալություն Սարգիս, շնորհակալություն։ Մնացածը հետո կպատմենք։ Սիրելի Վիկտորիա, Սիրասուն Վիկտորիա, խնդրեմ։ Հիմա որ ինձանից առաջ երկու հոգի արդեն ասելա, որ Սաշին կասկածում է, ես էլ իրոք կասկածում եմ իրան, որ ինքը դուրս եկավ, չգիտեմ, համենայն դեպս ինձ համար դժվար է, ինչու, որովհետև մենք բոլորս դերասաններ ենք ու չգիտես ամեն վարքյան ումից ինչ ակնկալես ու մարդը ոնց կմտնի խաղի մեջ ու իր խաղաոճի չենք տիրապետում։ Հայարփի վերաբերյալ ես օրինակ հակառակ միտք ունեմ, որ տենց ակտիվ է, որտեվ ինքը հանգիստ է, դրա համար է ակտիվ է, ոչ թե հակառակը, որ ինչ որ ինքնապաշտպանական ռեակցիա է։ Շնորհակալություն սիրելի Վիկտորիա։ Շնորհակալություն։ Աննա ջան, սիրելի Աննա, մեր գեղեցկուի Բարբի։ Խնդրեմ, պատմիչ։ 30 վայրկյան ունես։ Շատ ցավալի է, որ Սաշը դուրս է եկել, իր հետ շատ հետաքրքիր էր խաղալը, բայց մի հատ միտք ունեմ, որը ինձ թվում է, եթե ինձ այս գիշեր չհանեն, մի հատ դա կհասկանամ այս ընթացքում, մեկ էլ Արսեն ջան, ես չհասկացա ինչի եք հենց Լևոնի հետ խաղում, եթե ինչ որ հստակ բան չկա, որտեվ իրականում ոչ մեկ հələ չգիտի ով է, բայց դուք հստակ որոշել եք, որ պետքա հենց իր հետ խաղաք, այդ հարցի պատասխանը ինձ շատ հետաքրքիր է։ Մի հատ եմ հիշեցնում, որ ձեր խոսքի ընթացքում ֆիքսեք այն մարդկանցում դուք կասկածում եք, որ հետո արդեն առաջադրեք տեխնատություններ, որովհետև եթե լինի ընդամենը մեկ տեխնատություն, այդ խաղացողը ավտոմատ կերպով կհեռանա խաղից։ Պետք է մի քանի տեխնատություններ, որ ձայները կարողանան բաշխել։ Ինչ վերաբերում է Արսենի մենակ Լևոնի հետ խաղալու, Արսենը տարիքով մարդ է, ինքը սովոր է։ Մենակով խաղա։ Հասկացա։ Սիրելի Հայարփի, ունեք 30 վայրկյան, խնդրեմ։ Так, ես միշտ ակտիվ եմ։ Հիմա էլ։ Չէ, իրականում ես Արսեն, չգիտեմ, քո վրա սկզբանե կասկածում եմ։ Ես մի քո հարցի վերաբերյալ երկու տարբերակ ունեմ։ Տենց խաղում են երկու դեպքում ըստ իս, կամ երբ որ իրոք կարմիր խաղացող են, դրանց կարմիր, կամ երբ որ սև խաղացող են։ Դրա համար ես ուզում եմ դնել քո տեխնատությունը, գուցե եւ սխալվում եմ, բայց ուզում եմ։ Շնորհակալություն։ Sorry։ Խնդրում եմ դիալոգի մեջ մի մտեք, մի պատասխանեք, որովհետև հետո քննարկումներ ենք նրա։ Հանք միմիկայով ուզում էր վախացնել, ես տեսա։ Բայց դե դու քաջ աղջիկ ես, ես գիտեմ։ Ինչ, խաչ չես։ Հասկանց։ Այ քաջ։ Խնդրեմ իմ ալտերնատիվ ճաղատ տարբերակ իմ ընկեր Լևոն, խնդրեմ։ Ալտերնատիվ ego։ Ցավոք ես նստած եմ երկու սևերի մեջտեղում։ Ես մինչև վերջ քվեարկել եմ իր դեմ, այստեղ սենց հոգեբանական մի հատ բան եղավ։ Խաղում երկուսիդ հետ, որտեղ ամենաանկեղծը դուք եք խոսում, կամ էլ պրոստը տղա եք։ Բանը, ուրեմն ես այն ներսի սենյակում էլ ասեցի, իրանց երկուսի մեջ հակամարտություն կա։ Երբ որ դու ստանում ես առաջի քո վրա կասկածը, քո մոտ արագ առաջանում է մարդուն հեռացնելու սինդրոմ։ Շնորհակալություն Լևոն։ Սիրուն Մերի, 30 վայրկյան։ Շնորհակալություն։ Ես շատ էի սպասում, որ ինչ որ ես զարմացա, որ դուք չկասկածեցիք, ինչ վերջին համարը կասկածեց։ Ենթադրում եմ, ես մոտավորապես թե ինչա տեղի ունեցել, խելացի սևեր կան, ովքեր հասկացել են, որ կա հակամարտություն եւ բնականաբար Սաշը կասկածում էր ինձ եւ որպեսզի ին վրա լինի կասկած, որոշել են Սաշին հանել, որ ին վրա լինի կասկած։ Այս դեպքում դժվարանում եմ հասկանալ ով կլինի սև խաղացող, եթե անկեղծ, որովհետև ձեզ հետ խաղում էի ու որ դուք Լևոնի հետ խաղում եք, այդ մի քիչ Լևոնին ցրեց, չգիտեմ ինչ եմ ձեզ։ Շնորհակալություն Մերի, ավարտվեց ձեր 30 վայրկյանը։ Շատ կարճ չի։ Այ հիմա սկսում ենք մեր քննարկումը, որից հետո առաջադրելու ենք տեխնատություններ։ Խնդրեմ, Մերի ջան, դուք ուզում եք, չէ՞։ Այո, շնորհակալ։ Հա, էլի։ Խոսքերի ընթացքում կարող եք արդեն դնել տեխնատություններ։ Խնդրեմ, դժվարանում եմ հասկանալ ով կլինի սև խաղացող,
Բայց այն որ ես սև չեմ դա հաստատ, որովհետեւ սև լինել դեպքում ես Սաշին չէի անի հավատացած եմ։ Ինչի Կասկադ ու ինչի Լևոն։ Խաղի ընթացքում ոչ մեկի վրա ոչ մի բան չասեց, չէ՞։ Ոչ մի բան չուներ։ Միայն Սաշը զգաց որ կեղծ է խոսում։ Ես ընդեղ էլ ասացի, Սաշը ինքը ակտոր է ու միանգամից ֆեյք խաղը զգում է։ Ինքը ճիշտ էր ասում։ Միակ մարդն էր որ ես Սաշի վրա բան չայացի ու միակ մարդն էր որ անկեղծ ասեց Լևոն տեխնացիությունը տեխնացիությունը խնդրում ընդունեք Մերի տեխնացիությունը ընդունված է Հաղայինը խնդրում ստուգի հայարքին ինքը կամ լավ կարմիր Լևոնի տեխնացիությունը ընդունված է կամ կարմիր ուզում խաղիցանի Աննան ուզում է հասկանա խաղը, դրա համար կարմիր խաղացողը իմ համար ուզում է հասկանա խաղը, դու անջատել ես քեզ, մի հատ բան եղի, այդ կերպայից է դուրս Տեսեք, ես էլ մի հատ իմ կարծիքը ասեմ, ես շատ կուզեմ ուշադիր լինենք Արսենին։ Արսենը իր խոսքի մեջ ասեց մարդիկ ովքեր որ ակտիվ են լինում, ու ինքը ամենաակտիվն է խաղի, էլ, այսինքն Հա, ես էլ այդ ռեպլիկ թողեցի։ Պրոստը զարմացա էլի ինչի համար, այսինքն դու հակասում ես, բայց ես կուզեմ մի հատ իրան ոնց որ Բայց այս Լևոնի պահը մի հատ որտեղ շատ հստակ է, որ ես խաղում եմ Լևոնի հետ Եթե կասկածում ես իսկական ժամանակն է տեխնացիա դնելով։ Դնում եմ, Միանգամից դնում ես Արսենի տեխնացիությունը կդնեմ։ Արսենի տեխնացիությունը ընդունված է։ Արսենի տեխնացիությունը ու մեկ էլ ինչի համար, եթե նույնիսկ թող այդպես չլինի, ինքը կարմիր խաղացող էլ լինի, խառնվում է խաղը։ Բոլորս ասենք ինչ որ շփոթության մեջ ենք։ Ես քո տեխնացությունն եմ Մի քիչ ուզում եմ Սիրելի Վիկտորիա, ունեք տեխնացիա, այլ տեխնացիաներ ունեք։ Անկեղծ մի հատ բան կարամ ասեմ։ Ձև կխոսա, կարող է ստուգել այն ասածն է Մի վարքան ես այս պահը բացատրեմ նոր։ Ես Լևոնի հետ ասեմ, պատճառներ կա, որ բնականաբար հեսա մի անգամից բացահայտեմ։ Բացահայտվելը, որ ինքը կարմիր է, ես էլ կարմիր եմ, հա, ինձ եկել հասել է կտակ, լավ, սենց ասեմ, եթե այդպես բացահայտելու լինեմ, սենց ասեմ։ Սաշից բնականաբար։ Դե ուր չկա ստեղ։ Հա, Սաշը գրել է Մերի Հիմա ես ընդունում եմ Լևոնի բանը, որ ինքը քվեարկությունը դրեց մեր կողքինին, Մերին։ Այսինքն դու կողմ ես որ Մերին ալեք։ Հա, ես քվեարկել եմ։ Եթե Սարգիսն է սև, Մի թաղայինը, թող մի հատ ստուգի, եթե Սարգիս ջան դու սև չես, դու ուշադիր եղի ուղղակի խոսքին, ես ասացի մարդը խոսելուց է արագանում, դες բոլորս էլ ակտիվ ենք, հա, բայց մարդը խոսելուց միանգամից ինչ որ կարող է ակտիվ բաներ ասի, որ ինչ որ բան թաքցնի, հա։ Արսեն ջան, ներեցեք մի հատ։ Հեսա վերջացնեմ, հա։ Սաշի միանում եմ կասկածին, որ ասեց այս ոնց եղավ, որ միանգամից կասկածեցիր բաներ, բայց եթե կարող է նույնիսկ սևը սենց խիտրություն անի։ Արսեն Սարգիսը դրել է քո տեխնացիոնը զմա քեզ հանի դու ինչ-որ բան ունես բացատրում։ Ոնց որ կարող ասենք գիտություն, կարող է գիտություն անի, կտակի մեջ կարող է գրի, նայ կտակի մեջ կարող է գրի էսի կարմիր այս մարդը։ Արսեն տեխնացիոնը, Իվատ բռնի խառնի։ Եթե օրինակ այս մարդը ասում է կտակը ինձ է հասել, բայց իրան չի հասել, կա ինչ որ մեկը, որ իրան հասել է, ասես։ Եթե այդքան, բայց ես այդքան չեմ մտածում իմա սևերի մասին, խելացի է։ Ես առաջարկում եմ Սաշիկան սխալ կտակետն։ Սիրելի մասնակիցներ։ Okay, Սիրուն Աննա։ Որտեվ շատ հստակ։ Եթե այլ տեխնացիաներ չկան, ես առաջարկում եմ ասենք գործառնակ։ Մեջ գնելա ով կարմիր տիպը։ Ասենք նեք տեխնացիոն։ Հա, իմանում եմ։ Մերի, հասկացա։ Նայ Սարգիս։ Եվ այսպես ես քեզ հավատում եմ, դու կարմիր ես։ 3 տեխնացիոն։ Շատ դիր եղեք, Ռոջան։ Սիրելի խաղացողներ, խնդրում եմ, լսեք ինձ։ Քվեարկում ենք ձեռքը վեր պարզելով։ Քվեարկելու համար ունեք կարճ ժամանակ։ Եթե հնչեց իմ stop բառը, stop բառից հետո չի ընդունվում։ Այսինքն ես ասում եմ, ով է կողմ, որ խաղը լքի X խաղացողը, ով կողմը արագ ձեռը բարձրացնում է։ Եթե ես ասի stop հետո բարձրացրեցիք, ձեր ձայնը չի հաշվում։ Ֆիքսեցիք այս ամեն ինչը։ Պատրաստ եք։ Չենք կարող խոսել։ Եվ այսպես ունենք 3 տեխնացիոն։ Մերի, Լևոն, Արսեն։ Կրկնում եմ, Մերի տեխնացիոնը, Լևոնի տեխնացիոնը եւ Արսենի տեխնացիոնը։ Անցանք քվեարկության, ովքեր են կողմ, որ խաղը լքի Մերին։ 2 ձայն։ Սենց արագ։ Լևոն, ով է կողմ խաղը լքի Լևոնը։ Շնորհակալություն, ես հաշվում եմ 1 ձայն։ Եվ այսպես ձեր չտված ձայները։ Եվ այսպես 3 հոգի քվեարկեց, այսինքն մնացած 4 ձայները անցնում են մեր սիրելի Արսենին, որովհետև վերջի տեխնացիոնը դուք եք Արսեն։
Իհարկե հասկանում եմ ես բաներին, թիկնապահին, բան եւ թաղային գուցե։ Ժողովուրդ ջան, նորից եմ ասում, քանի բացայտել եմ, Կարմիրա Լևոնը կտակ է եկել, լավ, նորից ասեմ, կտակ է եկել Կարմիրա։ Ճիշտ է, մտածում եմ Սևը տենց ինքը խելամիտություն անեց, yani ինքնա սպանվեն, գրեն Կարմիրա Լևոնը, բան տենց Լևոնը Սևը լինի, բայց հետո փրկեն բոլորին, հա, որովհետեւ կտակ կարող է Սև գրած լինի։ Բայց համենայն դեպս Абսուրդ ժանր է։ Բացայտեմ որպես Կարմիր գնացող։ Ուրեմն Սաշը բանն է, եկեք, ասել են Լևոնը Կարմիրը, մնացածը դուք մտածեք։ Արսեն, եկեք ծափարենք Արսենին։ Եկեք, Արսեն ջան, եկեք։ Գիտեմ, որ մեր մոտ հաճելի է, բայց մենք Ինչ ասած ինձ գնաց ուղղակի։ Հիշեք ես դեմքը դուք եք խանել ես։ Հալելույա։ Մենք մնացել ենք ընդամենը 6 հոգի։ Եվ զգուշացեք, դռները բացվում են։ Ներվերս խախտ։ Արսենն էլ արժանացավ ցավալի ճակատագրի։ Եթե մի խաղացողի գիշերը թաքուն հեռացրել են սևերը, ապա Արսենի աչքերի մեջ նայելով իր խաղընկերները քվեարկեցին եւ հեռացրեցին Արսենի խաղից։ Ճիշտ է նայել թե ոչ, դատեք ինքներդ։ Խաղի վերջում արդեն գերեվա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս պահին մենք խաղում մնացել է 2 սև խաղացող։ Հետևաբար ամեն ինչ շատ վտանգավոր է։ Oh my god, տեսակ ինչ եղավ։ Շատ արագ էր քվեարկությունը ու ես ազնիվ խոսք չէի ուզում, հիմա արդեն խաղի վերջում չէի ուզում, որ Արսենը դուրս գա։ Կարմիրա Աննան Կարմիրա։ Խուճապի մեջ ա ուղղակի, չգիտի որ արագ պետք է քվեարկի։ Ինձ սիրտն քեզ մտալ։ Մնացել է 4-2, իրանք շատ են։ Այս երկուքին շատ է, որ 2-2 սալում սևերն են կրում։ Հիմա պիտի մի քիչ վիկային կասկածեմ։ Նաև կասկածում եմ աղջիկների վրա, որովհետև շատ սուսուփուսիկ են էլի նստած։ Ես չեմ սիրում, որ տեն սուսուփուս են խաղում։ 6-2։ Մեկը գնաց, 4-2։ Չէ։ Սարգիսը ինձ հավաքում։ Իրապես, հաշվարկները սա խառնում են իրար։ Մեր սիրելի թիկնապահ, սպասում ենք քեզ։ Դուրս արի, կատարի քո առաքելությունը, փրկիր մեր խաղացողներից ինչ որ մեկին կամ հենց ինքդ քեզ, չգիտեմ։ Սիրելի թիկնապահ, ասեք ում եք ուզում փրկել։ Խնդրում եմ թիկնապահ, ինձ պաշտպանի ես գիշեր։ Շնորհակալություն որոշման համար, սիրելի թիկնապահ։ Թիկնապահը կատարեց իր գործառույթները։ Հետևաբար մենք անցնում ենք արդեն մեր հաջորդ կարևորագույն խաղացողին։ Սիրելի թաղային, խնդրեմ, համեցեք սիրելի թաղային։ Ես ձեզ կտամ ինֆորմացիա, որը դուք ուզեք։ Սիրելի թաղային։ Շնորհակալություն թաղային։ Ժամանակն է կանչել դուրս մեր երկու չարագործներին, կամ մեկ, ոչ մեկ դրա մասին չգիտի։ Նաստալ չաս։ Սև խաղացողներ, համեցեք մեր սևեր, մեր սև կամ կապ չունի, թմով եք, մի հոգի եք, ես ամենաշատը ձեզ եմ սիրում իմ միջայլոց, չի գալիս ասել, բայց դե ես ասում եմ։ Եկեք, սև խաղացողները կամ մեր սև խաղացողը կատարում են իրեն զոհի ընտրությունը։ Խնդրեմ։ Կատարեք ձեր չար ձեր ողդալի ընտրությունը։ Շնորհակալություն։ Խնդրեմ մեր զոհին ես հրավիրում եմ իր վերջին կտակը գրելու։ Եկեք գրեք ձեր կտակը, մակագրեք թե ում համար է նախատեսված այդ կտակը, հնարավոր է շատ կարևոր ինֆորմացիա գրեք դրա մեջ։ Շնորհակալություն։ Մնաք բարյավ։ Սև խաղացող։
Իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ դուք պետք է բաժանորդագրվեք Monk 3 YouTube ալիքին, ստեղծեք զանգակի կոճակը, որ բաց չթողնեք Մաֆիադորի նոր Մաֆիադորի ոչ մի հաղորդում։ Ու բացի Մաֆիադորից Monk-ը անում է ամենալավ կոնտենտը YouTube-ի։ Գնացինք, զգուշացեք, դռները բացվում են։ Եք։ Ովա, չասեք հայար Այդպես բոլորը զարմացած դեմքեր ընդունեք, եկեք նստեք, ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի։ Երկու հոգի։ Ինչ եղել է դուք կապ չունեք։ Հա, այս երրորդ հայարփին դուրսուկ։ Մեր սիրունիկ հայարփին այլևս մեզ հետ չէ։ Սիրելի Սարգիս, այս շրջանը սկսում ենք ձեզանից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք խաղում արդեն չունենք 3 խաղացող։ Ես չգիտեմ դուք սև թե կարմիր խաղացողի եք հեռացրել նախորդ շրջանում կամ գիշերների ընթացքում, դրա համար պետք է լինեք զգոն եւ զգուշ ձեր քվեարկությունների մեջ։ Սիրելի Սարգիս, ինչ կարծիք ունեք 30 վայրկյան, խնդրեմ արտահայտվեք։ Ես ապշած եմ։ Իրականում ոնց մտածում ես ամեն անգամ ինչ որ ուրիշ տեղ է գնում խաղը, ու շատ հետաքրքիր է ինչի էլի, սենց շատ բարդացել է իմ համար։ Ես Վիկայի այս չխոսկանությունը մի քիչ չեմ հասկանում ընդհանրապես, ինչի է էլ ինքը որ չի խոսում, ընդհանրապես բան չես ասում, դժվար է։ Սարգիս ջան, ունեք, բայց որ Աննան համաձայնվում է իմ հետ, այդ էլ է մի քիչ հասկացել։ Ունեք ինչ որ տեխնիկացիոն։ Խոսքի ընթացքում կարող եք դնել ձեր տեխնիկացիոն վրա կասկածեք, Սարգիս։ Ես այստեղ եմ, Սարգիս։ Այստեղ պարտավոր եմ հիմա, հետո չեմ կարող։ Եթե կասկածում ես, դիր խաղը հեսա կավարտվի, դու կմնաս տենց առանց տեխնիկա։ Չէ, այն քննարկման փուլում ժամանակ է կարող էլի։ Այո։ Ամեն դեպքում կարող եք նաև խոսքի ժամանակ նաև քննարկել ձեզ հարմարը։ Սիրելի Վիկտորիա, ում սրտերն եք գողացել սիրասունում, պատմեք 30 վայրկյան։ Լավ, հետո կպատմեմ, բայց նայեք, այս պարագայում դուս է գալիս, որ ես լուր եմ, մեղավոր եմ, ինքը ձեր հետ համաձայնում է մեղավոր է, այսինքն յուրաքանչյուր պարագայում կարող եք կասկածել, ինչ որ բանից բռնվել ու կասկածել։ Ես ինքս որ լինեի ձեր փոխարեն կարող էի ասել, այ հայարփին ես նրան հաստատեցի, որ նախորդ խաղի ընթացքում հաստատեցի, որ ինքը կարմիր է ու ինքը դուրս եկավ, կարող էիք բռնվել դրանից ասել Վիկան սև է, բայց այդ մի քիչ բանալնի կլներ։ Ես կասկածում եմ ձեզ։ Վիկա, տեխնացություն։ Եվ մի քիչ էլ ձեզ։ Տեխնացություն։ Вообще մերի ինչ եմ կասկածում։ Վիկա, տեխնացություն։ Մյուս, հասկացա հետո։ Սիրելի սիրուն Բարբի Աննա, խնդրեմ, կիսվեք մեզ հետ, 30 վայրկյան ունեք։ Գնաց։ Սակ, ես խեմ քո հետ համաձայն, որովհետև ես մտածեցի, որ ինձ դուր չի գալիս, ոչ թե չխոսալը, այլ հստակ ոչ մի բան այս երրորդ անգամն է չի ասվում։ Մենք բոլորս ինչ որ բանից խոսում ենք, ասում ենք, ոչ մի բան չի ասվում Վիկտորիայի կողմից։ Ես քո հետ եմ խաղում, Լևոն քո հետ եմ խաղում, կասկածում եմ երկուսին, որովհետև միջև ես կասկածում էի հայարփի մի քիչ մերի կամ սենց, բայց հիմա որ հայարփին էլ դուրս եկավ, ես այս սենց եմ կասկածում, խաղում եմ ձեր հետ։ Տեխնացություն ունեք, ում հետ խաղում եք, հասկացանք, մնացածի տեխնացիոները առաջադրում եք։ Դնեմ արդեն։ Կարող եք դնել տեխնացիոն։ Կարող եք դնել տեխնացիոն, Աննա ջան։ Հիշեք, որ ոչ մեկին վստահել չի կարելի այս խաղում, ոչ մեկին պետք չի վստահել, հարցնում եք իրարից դնենք, չդնենք, չանենք։ Սիրելի Բեգլարյան Լևոն, այսօր դու կանաչ կոմֆորտ վիդի մեջ ես, խնդրեմ։ Դուք Ստանիսլավսկու թատրոնում եք, չէ՞։ 30 վայրկյան։ Ինչպես ասել էր Ստանիսլավսկին, ես ձեզ չեմ հավատում։ Մի վերի։ Հենց այդ ձենով էլ ասել։ Սարգ ջան, այս մարդուն արի շուտ հանեն, խնդրում եմ։ Ամեն ինչ շատ པարզ է։ Սաշին իրանց հակամարտությամբ շուտ հանեցին։ Սաշը բան։ Հանելու համար տեխնացիոն է պետք դնել, սիրելի Լևոն։ Խնդրում եմ թողնեք մերի տեխնացիոն։ Ընդված է մերի տեխնացիոն։ Սարգիսը ստուգողն էր։ Վայ, մոռանում եմ ոնց է կոչվում շերիֆը։ Շերիֆն էր։ Շերիֆը թաղային է։ Որտեւ ես իր համար կասկածել էի, անհասկանալի էի խաղում։ Ստուգել էր ինձ, ես կարմիր էի։ Այն մարդուն կտակ էր տվել, ասել էր, այս մարդը կարմիր է, իր այդ խաղը։ Շնորհակալություն Լևոն, շնորհակալություն, ավարտվեց 30 վայրկյանը։ Մերի ջան, եզրափակեք։ Սաշը կասկածել է ինձ, ինչի է ստուգել ձեզ։ Լևոն ջան, դուք պիտի խաղից դուրս գաք մենակ նրա համար, որովհետև ինչ խաղը սկսել է, բոլորին պարզապես համոզում եք, որ ինձ պիտի հանեն։ Բոլորին։ Ինքներդ կարող եք տեխնացիոն առաջադրել եւ դուք առաջարկեք օպշինը։ Լևոնի, որտեղ միակ մարդն է, որին Ընդունված է Լևոնի տեխնացիոնը։ Բոլորը կասկածեն, խառնում է ամեն ինչ։ Եթե դուք սովորական կարմիր խաղացող եք, դուք չեք կարող որևէ կերպ այդքան վստահ լինել, եթե գոնե ինչ էր, թաղայինը չի ստուգել ու ձեզ չի ասել մերի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Մերի։
Դե ինչ անցնում ենք քննարկման փուլ, հիշեցնեմ, որ այս պահին կա Մերիի եւ Լևոնի տեխնացությունները, մնացած 3 հոգիդ կարող եք առաջադրել միմյանց տեխնացություններ, ում որ կասկածում եք։ Եթե ինչ-որ մեկը ուրիշ ստացած լիներ այդ կտակը, հաստատ այսքանի միջից կասեր, չէ, ինքը սուտ է խոսում Արսենը։ Կտակը ես եմ Եթե ինքն էլ սև խաղացող լիներ, ինքը ինքից չէր պահում։ Ինքը շատ վստահ, ես խի հարցրեցի, ես վստահ, որ հենց եթե գնանք խաղացեք երկուսով։ Այս երկով կարմիր ենք։ Խնդրում եմ, առաջինը հանում ենք Մերիին։ Չէ, իրենք երկուսով են, չի քննարկում։ Շատ ապասնյա։ Միած սխալ բան հիմա անենք, խաղաղացումը մեր պարտությամբ, սակ, լսի։ Բայց ես Վիկտորիայի վրա ավելի շատ եմ կասկածում։ Եկեք Վիկտորիային սկզբից հանենք։ Վիկտորիայի տեխնացիոնը պահից։ Խնդրում եմ պիքսապահող պահից եւ այս խաղը մենք հաղթում ենք կարմիրներով։ Առաջինը հանում ենք Մերիին, մնում է խաղում երկրորդ սևը։ Եթե հանգած մեզնից մեկը, կարմիրներից մեկը հիմա դուրս եկավ, պարտվում ենք, կարմիրները պարտվում են։ Անջան, Եկեք Վիկտորիային սկզբից։ Նայեք, հիմա երկուսով իրանք ինձ են քվեարկելու։ Ձեր երկուսի ձայնը շատ կարևոր է։ Իրանք երկուսով սևերով ինձ են քվեարկելու։ Վիկտորիա, շատ վտանգավոր։ Եթե դարձնվեցիր, ես Մերիին հավատում եմ։ Ի սկզբանե հավատացել եմ, մինչև այս պահը հավատում եմ։ Ես հիմա գալիս եմ։ Դուք առաջադրեցիք Վիկտորիայի գալիս եմ այն ամենասկզբի խաղի իմ մտածած տարբերակին, որ Արսենը գնացել է սև եւ երկրորդ սևը դու ես։ Վիկտորիան ինչ խաղացող է։ Վիկտորիան ինչ խաղացող է։ Կարմիրասև։ Այ Վիկտորիային հիմա հանենք։ Շատ բարդ։ Երկուսով սև են, ախպորպես, խնդրում եմ։ Երկուսով սև են, ամենը շատ բարդ։ Ես ընդունում եմ Լևոնի տեխնացությունը։ Ինչի իման վրա այսին տեխնացությունը ընդունում։ Արսենի հետ քո կոալիցիա։ Արսենը կարմիր դուրս եկավ, դրաս, Արսենը կարմիր դուրս եկավ։ Այս մարդը կարմիր կրակին հանին իրան։ Սևերը հանեցին իրան, կարմիր դուրս եկան։ հասկանանք չէ խաղավոր ասել Լևոնի հետ իրանք դուրս եկե հիմա բանա երեխեք մի հատ կարմիր շատ բան խաղ է, հա, խնդրում եմ եկեք սկզբից Վիկտորիան։ Հիշեցնեմ, որ այս պահին Ուզում եք հանեք խաղից։ այս պահին Այդ Վիկտորիային հանում, իրենք երկուսով են։ Այս պահին ունենք 3 տեխնացություն՝ Մերի, Լևոնի եւ Վիկտորիայի տեխնացությունները։ Սարքից մի հատ կարմիր դուրս ագալի, մի հատ կարմիր դուրս ագալի։ Դու նոր սկսեցիր շատ արագ ու բան խոսալ, սա ինքը այսքան ժամանակվա ընթացքում մի հատ հստակ բան չի ասել։ Կյանքում եմ այտենց։ Ոնց է կարմեր։ Սարքից հանում ենք Վիկտորիային։ Ես կարծում եմ բոլորը ասեցին իրենց Դու համաձայն ես Վիկտորիա։ Ես կասկածում եմ, բայց լովը 100 բան, օքեյ, եկեք Վիկտորիային հանենք։ Խնդրում եմ։ Եթե Վիկտորիան դուրս գա, պարտվել։ Ես չգիտեմ։ Եթե կարմիր հիմա մի հատ կարմիր դուրս եկավ, խաղը ավարտվում է, կարմիրները պարտվում են։ Սիրելի Աննա, սիրելի Կարմիրը սանիրա։ Հիշեցնում եմ, մենք ունենք 3 տեխնացություն։ Լևոն, պարոն Լևոն։ Շուստրիա այդքան։ Չէ, Լևոնին ենք։ Մենք ունենք 3 տեխնացություն։ Այս պահից կրվելու եք կարմիրներով։ Այս պահից չենք խոսում։ Կարմիրները չեն պարտվելու, սի դու Այս ես պահից չենք խոսում։ Ունենք 3 տեխնացություն։ Մերի, Լևոն, Վիկտորիա։ Հիշեցիք, Մերի, Լևոն, Վիկտորիա։ Քվեարկում ենք նույն ձև։ Կարճ բարձրացնում ենք ձեռքը վերև, մինչև ես կասեմ ստոպ։ Ֆիքսել ենք։ Եվ այսպես։ Ով է կողմ, չենք խոսում։ Ով է կողմ, խաղը լքի Մերի։ Ստոպ, շնորհակալություն, ոչ մի ձայն։ Լևոն, ով է կողմ, խաղը լքի Լևոնը։ Շնորհակալություն, ես Կարմիր խաղացողներ, 3 ձայն։ Հետևաբար 2 ձայն գնում է Վիկտորիային։ Լևոն, ունեք վերջին խոսքի նայություն, ձեզ հեռացրել է։ Չի խոսք ասելու բան չկա, կարմիրները պարտվեցին խաղը։ Ես կարմիրի դուրս եկա, նրանք կարմիրին դուրս եկա, 2 սև, 2 կարմիր են մնացել։ Այդ դեպքում խաղը որ պարտվեցին։ խաղը նշանակում է որ կարմիրները պարտվեցին։ Ես կասել Լևոն ջան, ինչ ունես ասել, ջղայնացած մի բան ասա։ Սա շատ པարզ է։ Լևոնը վարում է մյուս Լևոնի փոխարեն։ Եթե խաղը շարունակվում է, ես չգիտեմ։ Լևոն, Անեք հաղթեք։ շնորհակալություն, քեզ ճանապարհում ենք։ Եկեք, համեցեք։ Լևոնին էլ հեռացրեցին խաղից։ Ինչ կարծիքներ ունեք Աննա։ Արասերեք հիմա պետք է վերջանար, եթե Արսեն լովներ։ Ինչ կարծիք եք։ Այսինքն մի հատ բայց հասկանամ էլի, եթե 2 սևա մնացել, մենք չենք շարունակում, եթե մեկը մնաց։ Եթե 2 սևա խաղում եւ 2 կարմիր, այո, խաղը ուրեմն հաղթել են սևերը։ Հիմա շարունակում ենք։ Ուզում եք բացեք ձեր քարտերը։ Եկեք։ Ով հերթ։ Բացայտեք Սարգսի համար ինչ գույն է ձեր խաղակարտը։ Քանի որ Սարգիսը մեծամասնության հետ է քվեարկել, ես առաջարկում եմ դուք բացեք ձեր խաղակարտը։ Խնդրեմ, ցույց տվեք Սարգսին ձեր խաղակարտը։ Կարմիր խաղացող Վիկտորիա ջան, դուք կարող եք ցույց տալ։
Վիկտորիա ցույց տվեք։ Ապրես։ Սև, մերին սև։ Սարգիս դու երկու սևերի հետ քննարկեցին կարմիրին եւ ես հայտարարում եմ սևերի հաղթանակ։ Բրավո մեր սերնդներին։ Հայելի միշտ Այո, հավատացի նրանց, ում որ պետք չէր երկուս։ Բրավո, մեր երկու սև խաղացողները կարողացան խաբել մնացած բոլոր կարմիրներին։ Մեր հրաշք երկու գեղեցկիները իրենց բարի դեմքերով խաբեցին, որ Սարգիսը քվեարկի իրենց եւ հանեցին Լևոնին։ Բայց դեռ այս ամենը չի, որովհետեւ դեռ արժեվում մենք ունենք իրենց հաջորդ խաղը, այսինքն կարմիրները կարող են վերցնել ռևանշ։ Գրքերը տեսնում եք, հաջորդ խաղը ավելի ահավոր է լինելու, բայց լավ իմաստով իհարկե։ Այս մաֆիադորներ մենք գնում ենք մեր երկրորդ խաղին։ Մի անգամ շնորհավորում եմ մեր սև խաղացողներին։ Գնացինք։ Դե ինչ առաջին խաղն ավարտվեց սևերի հաղթանակով, որովհետև Մերին եւ Վիկտորիան կարողացան մատների վրա պտտել կարմիր խաղացողներին, հիմնականում Սարգիսին, եւ Սարգիսը դավաճանաբար իր ձեռքով հանեց խաղից Լևոնին, ինչի արդյունքում եւ կարմիրները պարտվեցին, բայց ամեն ինչ ավարտված չէ, որովհետև մենք սկսում ենք ռևանշը այդ խաղի։ Դրա համար հիմա ես կբաժանեմ ծրարները արդեն տարբեր դերերում, նրանք կփորձեն հասնել իրենց հաղթանակին։ Դուք պատրաստ եք։ Այո։ Ես նորից ձեզ ասում եմ բարև ձեզ արդեն երկրորդ անգամ, բարի գալուստ, մաֆիա դոր։ Եթե մոռացել եք, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք մի անգամ կրկեսում լավերով, այո, ֆիլմի նկարահանման հրապարակում։ Շարունակում ենք մեր նկարահանումները, ուղղակի հիմա դերափոխումներ ենք անում։ Ինչ անենք։ Երկրորդ մասը լինի շատ լավերով։ Հենց շատով գաք կասենք։ Երևի հիշում եք, որ ծրարին ձեռք չենք տալիս մինչև հետհաշվարկը։ Այո։ Այս ընթացքում դու կարող ես օրինակ Վիկա, ինչի՞ չէիր խոսում։ Անցած խաղին Վիկտորիայից ուզում էին Ինտրովերտ եմ ես։ Բայց ես Բայց դու սև ես։ Ուրեմն սկզբում հանում ենք ինտրավերտի։ Քարիշ չեն խոսում։ Ահա, ես էլ եմ այդ ասում, ոչ թե չխոսալը կապ ուներ, այլ ինքը խոսում էր ամեն ինչից բացի խաղից։ չի աշխատում։ Աղուց մտանք են։ Սիրելի Սարգիս, Բանտ մտանք են։ Մարդը սրտերա գողանում, ես իմ այո։ Դեր կասկածում իրենց ասում գլխով անում համաձայն է։ Գնացինք հետ հաշվարկով 3, 2, 1։ Հայ Արփիջան, ինչը առաջանացիքն է։ Ահա, բոլորդ գիտեք ձեր դերերը արդեն։ Պատրաստ եք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Ես առաջարկում եմ սկսենք ծանոթանալ մեր կերպարների հետ։ Իսկ այդ ընթացքում դուք չմոռանաք բաժանորդագրվել Monk 3-ի YouTube-յան էջին։ Ալո։ Դուք ինձ լսում եք։ Ստեղում այս ամենը սկզբում ինձ սպանել։ Ասեն թող ինքը դուրս գա հանգիստ խաղակ։ Ես հիմա ո՞նց հասկանամ, որ ես միացած այդ աշխատում ա թե չէ։ Ստրատեգիան սենց է, առաջինը տեխնապահը, ոչ մեկի չպաշտպանի, հենց պաշտպանությունը կորավ, մի անգամից թուլանում է հակառակորդը։ Շիմ ասում, այս կամերան գրում է, թե ոչ։ Իմաց տվեք ինձ։ Пожалуйста։ Դե ինչ ես ընկա Տիկնապահ։ Պահ։ Տիկնապահ, սիրելի Տիկնապահ, դուրս եկ ծանոթացիր ինձ հետ խնդրում եմ։ Ահա։ Ծանոթացանք մեր Տիկնապահի հետ։ Քեզ մաղթում ենք ուրախ պաշտպանություն, սիրելի Տիկնապահ, եղիր զգոն, ճիշտ ստրատեգիայով պաշտպանել, որպեսզի կարողանաք հաղթել այս խաղը։ Շնորհակալություն, վերադարձեք ձեր գրիմանոց Տիկնապահ։ Արդեն փոփոխություն կլավ։ Սիրելի թաղային, սպասում եմ քեզ մեր բակում։ Արի սիրելի թաղային։ Արի սիրելի թաղային, արի ծանոթանանք։ Ահա։ Մեր թաղայինն էլ եկավ։ Բարև ձեզ սիրելի թաղային։ Մարտական եք տրամադրված։ Պատրաստ եք հաղթել այս խաղը։ Հիշեք, որ դուք կարմիրների առաջնորդն եք։
Շնորհակալություն, մտեք ձեր գրիմանոց, պատրաստվեք մեր առաջին ցերեկվան։ Այ հիմա արդեն ժամանակն է, որ ծանոթանանք մեր երկու չարագործների հետ։ Սիրելի սևեր, դուրս եկեք, ծանոթացեք ինձ հետ, խնդրում եմ։ Եկեք, մեր սևերը ուր են։ Համեցեք, սիրելի սևեր։ Ահա։ Կարող եք մի հատ գրկախառնվել, մաֆիան գիտեք, չէ՞, որ այդպես է այդ ծանոթանում, գրկախառնվել, ուրեմն ընդունում են ընտանիք։ Ձեզ մաղթում եմ լավ խաղ, քանի որ դուք քիչ եք, ես ավելի հակված եմ, որ ձեր խաղը ավելի լավ ընթանա, ձեզանից է կախված խաղի հետաքրքրությունը։ Խնդրում եմ, նորից հետ գնացեք ձեր գրիմանոցներ, պատրաստվեք խաբել մեր կարմիր խաղացողներին։ Ահա, մեր սևերի հետ էլ մենք ծանոթացանք, ես գիտեմ բոլորին ով է, ի տարբերություն ձեզ եւ ի տարբերություն մնացած խաղացողների։ Դրա համար եկեք սկսենք խաղը, տեսնենք թե ինչ է կատարվելու այս անգամ։ Զգուշացեք, դռները բացվում են։ Պահելով մեր ավանդույթները, IRP ջան, այս անգամ սկսում ենք ձեզանից։ Ունեք 30 վայրկյան ձեր գիշերային զգացողություններով, կարող եք նաև անցած խաղի մասին ձեր տպավորություններով։ Ես լուրջ եմ տրամադրված, շատ լուրջ եմ տրամադրված, հատ նայելու եմ ով ինչա իրանից ներկայացնում ու не будет пощады։ Դե ինչ, մեզ բոլորիս։ Ինչ ասեք։ Լավ։ Նկատողություն, Սաշ։ Անգլերեն էր ախպերս։ Նկատողություն, Լևոն։ Shut up։ Շաշա։ Շնորհակալություն հայրապի, ապրես, որ հենց ամենասկզբում կարողացար վաստակել մեկական նկատողություն Սաշի եւ Լևոնի համար։ Սիրելի Վիկտորիա, խնդրեմ 30 վայրկյան ունեք։ Այս կերպարային շղարշը շատ այս պարագայում շահեկան է ձեր համար, սիրելի հայրապի, որ կարողանաք մեզ համոզել, որ դուք այս խաղում կարմիր եք խաղում։ Այս կերպարի մեջ մտնելը բան կարող է մենք մտածենք, հա, հումորներ է անում եսի ինչ, բայց իրականում սև լինեք։ Ես կարծում եմ, որ գուցե եւ ինչ-որ սևական բան նկատվեց ձեր կողմից, դեռ կնայեմ ձեզ կողքից։ Այս անգամ հաստատ երեխեք։ 30 վայրկյան ունեք, կարող եք հենց Սաշի մասին կարծիքներ սկսել։ Թե ինքը բոլորին է վերաբերում։ Եթե մեկը այդպես կասկածներ, մեկ առաջի խաղից չեք կարող կասկածեք ոչ մեկ էլի։ Եթե մանավանդ կարմիր ես, մի տես մի անգամից ասեմ, որովհետև մի անգամից կասկածը գնում է քեզ, որ դու ինչ-որ մեկին կասկածում ես։ Հիմա ինքը կարող է դիտմամբ սև է, ասում է կարմիր է։ Եկեք մի հատ սկզբից լսենք ովքեր են, որ հետո նոր հասկանանք իրանք սև են թե ինչ են։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Սիրելի Սաշ, եկեք այս անգամ գոնե մի փոքր կարմիրներով կառուցողական խաղ ունենանք։ Եկեք շատ արագ չեմ ուզում թաղայինը բացի, որովհետև եթե լավ խաղացողներ լինեն, թաղայինին միանգամից կհանեն։ Ես խորհուրդ չեմ տա թաղայինին ինձ ստուգի անիմաստ ժամանակ ավատնելու, կխնդրեմ ստուգի ուժեղ խաղացողներից իմ համար էսպային Լևոնին, մեկ էլ Չաչյանին, աղջիկին մի ձև կգտնեմ։ շնորհակալություն Սուքիասյան։ Դե Մերի, անցած խաղից հետո կարող ես արդեն գորոզ ձայնով մի քիչ։ Չէ, անշուշտ սենց էներգիայով լի եմ, բայց ավելի քան որովհետև հիմա կարմիր եմ ու շատ ոգևորված ուզում գտնել սևերին։ Հավատացեք ինձ, հուսամ չենք գնա էլի նախորդ խաղի հիման վրա կասկածներ ունենանք։ Ինչ վերաբերում է ինձ, ես արդեն ճիշտ ասած ունեմ փոքր կասկածներ, բայց դրանց մասին հիմա խոսել չեմ համարում ճիշտ։ Դրա համար մյուս ցերեկ արդեն կխոսենք։ Շնորհակալություն։ Սիրելի Բարբի, սիրուն Բարբի, ասեք ինչ ունեք ասելու մեր Քենին։ Մի քիչ կաչալ, բայց Քենին։ Անցած խաղի հենց առաջին խոսելու ժամանակ ես կասկածեցի խոսքեր կարմերի վրա ու իմ կասկածը ճիշտ էր։ Հիմա չգիտեմ ոնց կլինի էս, բայց ոնց որ կասկածեց Վիկտորիան ինչ որ հայարփի խոսալուց, հազիվ խոսացել է։ Թողեք հազիվ խոսացել է խոսա, որ այս խաղը գոնե հասկանանք, բայց ինձ թվում է տենց ինչ-որ մի բան կա, որ մարդը առաջին անգամ Շնորհակալություն, Աննա ջան։ Դե Crazy Frog-ի լուկը այսօր ընտրած։ Crazy Frog-ով իր կարիերան սկսած։ Հույս ունեմ դրանով չավարտվի։ Առաջին Սիրելի իմ ընկեր Լևոն, խնդրեմ 30 վայրկյան։ Ես կասկածում Վիկտորիան եւ Մերիին, անցած խաղի տակ մնացել էլի, չի կարող Մարսի պարտությունը։ Չէ, օրելի վախում եմ ձեզից sense ասեմ, ինչա։
Չէ, արեն բոլորը էլի կարմիր են խոսում։ Ախպերս, պրիվետ։ Պրիվետ։ Ախպերական այս անգամ ինձ չհանես։ Ես չգիտեմ։ Չեմ ջոգում ոչ մի բան, հա։ Ես ոնց որ հաջորդ ճակատագրերի որոշը։ Հաջորդ խաղից հետո այդ գլուխս չի բարձրանում այսքան։ Ասում եմ, բարձ ճակատով արդեն նոր խաղաց։ Բայց հա, նոր խաղա, իհարկե, բոլորս էլ սխալվում ենք, ամեն ինչ լավ կլինի։ Լավ խաղ եմ մաղթում։ Ես էլ ստաբիլ չափերս չեմ անցել, էլի կարմիր խաղացող եմ։ Այդքան։ Այդքանը։ Այո, կարճ խոսացեք, վերջում քվեարկի կտեսնենք ինչ եք։ Բայց նկատենք, որ այս անգամ Վիկտորիան խոսում է։ Այո։ Ապարենք։ Վիկտորիա, խոսա։ Այո, ասեմ որ Վիկտորիան 1.5 տարեկանից խոսում է։ Հիմա սկսելու ենք քննարկման փուլ, այս ցերեկ ոչ մեկին չենք հեռացնում, չունենք տեխնոլոգիաներ, ուղղակի շփվելու ենք իրար, գնանք գրիմանոցներ, որպեսզի պատրաստվենք մեր գիշերվան։ Սկսում ենք քննարկումները։ Չեմ սիրում։ Կարող եք ընտրել ումից եք սկսում։ Ամեն ինչի սիրում, կարող է 1-2 րոպե ժամանակ։ Չանենք, էլի։ Չի լսում, բոլորը խոսում են։ Չէ, ժողովուրդ, իրականում եկեք մի հատ բարձ բան հասկանանք։ Չեմ ուզում միանգամից թաղայինը բացվի, որովհետև եթե լավ խաղացողներն են կամ թաղայինի վրա բոշկեք են բուջուր գլորելու կամ էլ միանգամից թաղայինին հանելու են։ Դրա համար եկեք գտնենք մի հատ շատ արագ ուժեղ խաղացողներին, խի եմ ասում Լյովին ստուգեք, Ախպեր կամ Չաչոյանին։ Խի չեմ ասում Սակոին ստուգեք։ Որովհետև Սակոն սև եղավ, Սակոն ընթացքում պալիտա լինելու։ Եկեք մի հատ շատ արագ ստուգեք Լյովին ու Չաչոյանին, չեմ ուզում թաղայինը բացվի ու թիկնապա թո միանգամից ինքնուրույն ջոգի թաղային։ Քննարկել բառը երևի սխալ ենք հասկացել։ Քննարկել թաղայինը։ Որովհետև Սաշը չի խոսում։ Սաշը շուտ չի խոսում։ Սաշին որ չհանեք գիտեք ձեր համար ինչ լավ կներ։ Այստեղ են թաղային տղեր, քեզ կներկալեի իմ Այսօր չհանեք Սաշին։ Բայց մի հատ բանից դու բոլորի միջև մի չես կարա ջոկես, այն անգամ էլ էր ասենց խոսում, կասկածեցի քեզ որպես սև։ Ախպեր թքած ունեմ։ Առաջին կասկածում ես մտածում ես սև ես։ Մտածում ես սև եմ, թաղային է ստուգի ապեր։ Ստուգի հա ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում։ Հա բայց առաջինը քեզ ստուգի։ Արսեն, առաջարկում ես խաղը քննարկեք։ Անցած խաղը արդեն Եթե մեջ տեսնես մի հատ հետաքրքիր թաղային կա։ Ժողովուրդ կարմին է, մի նայեք։ Հիշում եք, չէ, ասում։ Հույսներս մի հատ թաղային։ Մի անգամ չեմ ջոգում ով։ Բայց նստեք փաստերին նայեք։ Հիմա լեվոր ես էլ ոչ մի բան չեմ կարող ասեմ, էլի որ Խոսամ ինչ որ մեկին չեմ հատել։ Աղջիկը խոսք ունի ներողություն։ Քեզ հետ եմ խաղում։ Ուղղակի ուզում եմ ասել, որ ֆիքսենք, որ Սաշն է լավ խաղացող երևում։ Եվ նույնիսկ կարելի է ստուգել նաև Սաշի շնորհակալություն։ Գնացինք։ Հիշեցնեմ, որ այս գիշեր արդեն սևերը անելու են իրենց չար գործը։ Հեռացնելու են ինչ-որ մի խաղացողի։ Տեսնենք, թե ով կլինի դա։ Բայց մինչև այդ ամեն ինչը ես ուզում եմ հիշեցնել, որ դուք անպայման բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին։ Սեղմեք զանգակի կոճակը, գրեք կոմենտներ, բացի YouTube-ից մենք կանք բոլոր հարթակներում, հետևեք մեզ, որպեսզի բաց չթողնեք ոչ մի թողարկում։ Ու ուզում եմ նաև առանձնապես հիշեցնել, որ այս մաֆիադորը մենք նկարանում ենք Տաշիր արենայի շքեղ բեմին։ Չեն մարսում, էլի չեն մարսում, որ անցած խաղը մի քիչ չի ստացվել։ Ինչ անեմ։ Անտաշինը մանան ընթաթա շուխու։ Հասկացանք։ Պես միշտ ես մտած վրաղ եմ։ Ինչ որ լինելու, մենակ ինձ խաղից շուտ չհանեն, էլի։ Քանի որ մարդկանց տեմպերամենտը չգիտեմ, խաղաոճը չգիտեմ, չեմ տիրապետում, չեմ ճանաչում, այդ պատճառով մի քիչ դժվարանում եմ։ Արբիտրը դիպի կոնկրետ իրանց ուշադրել են ով ոնց է խոսում ախպեր։ Սիրելի թիկնապա, խնդրում եմ դուրս արի եւ ասա ինչ ես ուզում անել դու։ Թիկնապահը միշտ ճիշտ կանի, որ ինձ պաշտպանի։ Սիրելի թիկնապա, շնորհակալություն սիրելի թիկնապա։ Թիկնապա կատարեց իր ընտրությունը, պաշտպանեց մի մարդու, ում ուզում էր նա փրկել, կամ կարող է պաշտպանել իրեն, ես չգիտեմ։ Հիմա իմանանք, թե ում գույնն է ուզում իմանալ մեր խաղի թաղայինը։ Սիրելի թաղային, սպասում եմ քեզ։ Համեցեք սիրելի թաղային։ Շնորհակալություն։ Մեր սիրելի թաղայինը կատարեց իր ստուգումը։ Սիրելի սևեր, դուրս եկեք, եկել է ձեր ժամանակը, ընտրեք ձեր զոհին։
Եկեք, սիրելի սևեր։ Մոտեցեք, կատարեք ձեր ընտրությունը։ Սևերը պետք է արագ կողմնորոշվեն, որովհետև այս խաղը արագ կողմնորոշվելու վրա է կայանում։ Սևեր, եւ ով է ձեր առաջին զոհը։ Խնդրում եմ կատարեք ձեր ընտրությունը արագ։ Արագ կատարեք ձեր ընտրությունը, սիրելի սևեր։ Շնորհակալություն։ Մեր սիրելի սևերին ուղարկում ենք հետ իրենց գրիմանոցներ։ Այս անգամ սևերը կրակեցին, չիմանալով, որ այդ խաղացողը փրկված է։ Սևերը վրիպեցին։ Զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք, զբաղեցեք ձեր տեղերը։ Էլի Սաշ։ Աղեցրեք։ Այո, սևերը երկրորդ անգամ փորձեցին հեռացնել Սաշին այս խաղից։ Տականք են սևերը, սրանք մարդ։ Բայց սևերը հաշվի չէին առել։ Չի հելնելու Սաշ։ Որ հնարավոր է այս անգամ թիկնապահը փորձի պաշտպանել Սաշին, որովհետև գիտի, որ իրան այդքան էլ չեն սիրում ստե։ Սաշ, դուրս արի, դու փրկված ես։ Այո, արնեցներ։ Այո։ Նույն տակտիկան են։ Գնալու եք ձեր կոյուղիները, այսպես ասած։ Լավ, վերադառնում ենք, հա։ Հիշեցնեմ, որ մենք 30 վայրկյաններ, որը պետք չի խանգարել։ Վիկտորիա ջան, դու ունես 30 վայրկյան, ասա այս բուրըն իրադարձությունների մասին ինչ կարծիք ունես, խնդրեմ։ Ես դարձյալ կասկածում եմ ձեզ, սիրելի հայարփի, որտեղ դուք շատ աղմկոտ եք եւ ինձ թվում է, նենց հակառակ ռեակցիաներ եք տալիս, որ չհասկանանք, որ իրականում դուք եք Սաշին հանել, հեռացրել տարածքից, սակայն նա հետ եկավ։ Իսկ կարող է տոքսիկայա, մի րոպե, ուզում եմ հասկանամ։ Եթե ինչ-որ բանի մասին կասկածում եք, կարող եք թեկտարություն դնել արդեն, Վիկտորիա։ Չէ։ Լավ, կմտածեմ քո վերաբերյալ։ Շնորհակալություն Վիկտորիա։ Մի հատ եմ հիշեցնում, որ դուք արդեն կարող եք դնել թեկնածություններ եւ ցերեկը որոշեք որոշ խաղացողների ճակատագրեր։ Արսեն, խնդրեմ, 30 վայրկյան ունեք։ Ինձ շատ հետաքրքիր է, որ այս նույն ձևով են թողել, հետո բանը որ սաղ նայում ենք, դες պետք է նայենք Վիկտորիա ջան, որ նայում ես, էլի ոնց որ նույն տակտիկան լինի, էլի սևերի, չգիտեմ, տենց անդադ այդ բանը կասկածում եմ միանգամից, ու լոր, հետո համ կասկածելա, համ լորա, համ ինչ ես ինձ sense նայում։ Մի հատ կասկածը գնում է, երկուսիդ էլ գնում է, բայց չեմ կարող հիմա ասեմ կոնկրետ որ մեկն է, բայց որ դու նույն ձևով այդ բանը մի հատ sense ես անում, պետք է նայենք հիմա։ Հիմա շատերին նայել ենք, էլի որ Համենայնիվ Կարմիր ջան, նույն ձևն է, փոխեն, բայց Սաշ, խնդրեմ, Սաշ ջան, նա ուշադիր եղել, մի անգամից կլինիկական մահի մասին քո պատկերացումներով։ Տեսել ես արդյոք թունել էր, գնում էր, լավ, ժողովուրդ, եկեք ունեմ ընդամենը 30 վայրկյան շատ արագ խոսեմ, ինձ թվում է այս գիշերը ինձ կխփեն։ Ինձ թվում է, եթե ձեզ թվում է ես սև խաղացող եմ, բաց այդ Կարմիր խաղացող եմ, ժողովուրդ, իրենց ձեռ է տալիս ինձ, հենց մի անգամից հանեն։ Ես չգիտեմ, Չաչյանի կողմ հավատ ունեմ, որովհետև կամ լավ խաղացող է, որ գիտեր ինձ հանելու են թիկնապահը, պաշտպանելը։ Չեմ ուզում թիկնապահը բացվի, ամենաապահով մարդն է, որ պիտի մնա։ Այն ինչ վերաբերում է թաղայինին, ասեմ, ես թաղայինը չեմ, թող բացվի թաղայինը, դու վատ ես խաղում։ Շնորհակալություն։ Սաշ, նես տպավորությունն է, որ դու գտնվում ես էլի քո հին հարազատ զեցոնում ու արդարանում ես, որ դու թաղային չես։ Սիրելի Մերի, ինչ կարծիք ունես այս խաղի վերաբերյալ։ Շատ խառը կարծիք ունեմ, այնտեղ ներսում ուրիշ բաներ էի խոսում, անկեղծանամ նկատողություն բնականաբար չունեմ, ու ուրախ եմ, որ չեք դուրս եկել խաղից։ Ուզում էի ասել, որ Աննան դեռևս չի խոսել, ինձ չփնովեք նրա համար, վերսյան կասկածում եմ, բայց կասկածում եմ անգամ իր հայացքին, որը այդքան անմեղ է ու սենց ուզում է լսի բոլորին ու Վիկտորիային, դեռևս կասկածում եմ երկուսը։ Շնորհակալություն, սիրելի Մերի։ Անմեղ Բարբի, խնդրեմ, 30 վայրկյան ունեք։ Չգիտեմ, ես վրոջի անմեղ չեմ։ Հեչ։
Սաշ հնարավոր չի, չէ՞, թե հնարավոր է որ սև լինի, տիպը այդ բանը պաշտպանելը լինի։ Կարա ինքը սև լինի, բայց մեկը պաշտպանել։ Մաֆիադորում ամեն ինչ հնարավոր է։ Բայց ինձ թվում է все-таки հիմնականում ինքը իրան է պաշտպանում այդ ումը, որ ընկնում է այդ ֆունկցիան, ու ինձ թվում է դու այդ ֆունկցիան ունես ու դու քեզ պահել ես, դրա համար ինձ թվում է դու կարմիր ես։ Շնորհակալություն սիրելի Աննա, շնորհակալություն։ Դուք էգոիստ կարծիք ունեք մեր թիկնապահի մասին, հասկացա։ Սիրելի Գրինչ Լևոն, խնդրեմ։ Գրիլ լսեցել։ Չգիտեմ միշտ ուզում եմ քո վրա անեմ այդ կատակները։ Լսրա։ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի կողմից ինչ որ սև հոտ է գալիս։ Իչամ երկու կողմից, բայց չենք կենտրոնանում, որովհետև կարող է եւ չէ, սխալվում եմ։ Սաշին շնորհավորում ենք գնալ հետ գալու կապակցությամբ, սա ամենաճիշտ որոշումն էր տիկնապահի։ Ռուսական դրամատիկական թատրոնի ուղղությամբ տեխնացություններ։ Վիկտորիան այս անգամ ուրիշ ձև է խաղում ու անկեղծ է, մի բան զգացել է ու կենտրոնացել այդ մի բանի վրա, ես էլ եմ տենց, որ զգում եմ մեկը սև է, օրինակ անցած խաղում զգացել եմ որ մերին սև է, ուրիշ չէի կարող ուրիշների վրա կենտրոնալ։ Վիկտորիան երկրորդ պլան է, հետո հասկացա։ Շնորհակալություն, Լևոն, շնորհակալություն։ Հիմա Վիկտորիան Լևոն, շնորհակալություն մի շարունակի։ Բարի լինեիր, տեխնացություն դներ, խոսել 30 վայրկյանում։ Վայ, սարքիս ջան։ Էլի հասավ։ Էլի հասավ։ Խնդրեմ 30 վայրկյան ունես։ Դե Սաշը արդեն ոնց որ կարմրեց, այսպես ասած, որովհետև այլ տարբերակ չել կարա լինի, էլի, ասենք, ուրիշ չի լինի, հստակ, այսինքն կարմիր խաղացող մի հատ ունենք, էլի, որ վստահաբար գիտենք այս մարդն է։ Մնացածի հետ կապված տենց հենց կոնկրետ բաներ չեմ կարող ասեմ, մերին օրինակ անցած խաղից է թե ինչ է տպավորում։ Շնորհակալություն։ Այո, բոլորս անցած խաղից ենք։ Եթե չես նկատել։ Ներողություն եմ խնդրում, եթե կարելի է, հա։ Հայարփի խնդրեմ 30 վայրկյան, այո, իհարկե։ Ես ուզում եմ հասկանամ ինչի համար է ին վրա կասկածներ, որ ես սև խաղացող եմ, օրինակ, հա, ես միշտ կարմիր եմ խաղում իմ ամբողջ կյանքի ընթացքում, եթե սև եմ ես ընկնում, ես առաջին դուրս եմ գալիս, ասում եմ ես սև եմ, բայց ես առաջի խաղում ասել եմ, որ ես չեմ խաղում Արսենի հետ եւ ես շարունակում եմ չխաղալ Արսենի հետ, ընդունեք նրա տեխնացությունը Ընդունված է Արսենի տեխնացությունը, շնորհակալություն։ Ասա Սաշ։ Հիմա տես, կարմիրներ, մենք ունենք միայն հանելու ցերեկների հնարավորությունները։ Մենք հենց հիմա մի հատ ցերեկ, որ ունենք հանելու սև, բաց ենք թողնում։ Յավնի սև խաղացողը, պարս սև խաղացողը, ես համաձայն եմ։ Չաչանը, եթե դուրս գա, մի հատ տեխնացություն կա, վсё, ժողովուրդ մի հատ կարմիրը բացելիա տալիս։ Դնում եմ Աննայի տեխնացությունը կարող եմ։ Ընդունված է Աննայի տեխնացությունը։ Այս արդեն կարանք բոլորս խոսալ, չէ՞։ Որովհետև եթե կարմիր դուրս եկա, մենք չգիտենք թե կարմիրա թե։ Բայց ինչ կարմիր գցում են մարդ, ինչների մեջ կասկածա։ Հայանքին է դրել։ Սաղկյանքը կարմիր եմ խաղում։ Երկրորդ տեխնացություն ունենք, Երկրորդ տեխնացություն եմ ուզում դնել։ Սաշկես ինձ դնում մի հատ բացատրություն, որտեղ էլի կարմիր կորցնում։ Այս պահին ունեք երկու տեխնացիոն, Արսենի եւ Աննայի տեխնացիոն։ Հիմա ինքան լոգիկա խոսում, օքեյ, բայց այս մարդն էլ նույն իր պրինցիպներով է։ Արսեն, Պաշտպանում են իրար այս տեխնացիոն ունեք Արսեն։ Անլոգիկա խոսում, մեջն է։ Հիմնավոր եք էլի իսկականից։ Կարմիրներ ուշադիր եք լսում։ Բայց կարմիր էր անցած խաղում։ Արսեն, ձեր տեխնացիությունը դրված է, ունեք տեխնացիոն, կասկածում եք արդարանալու։ Տեխնացությունը ճիշտ ես կարող եմ թույլ տվեք խոսեմ։ Նայ, ինքը առաջին խաղում ավելի էմոցիոնալնի էր խոսում ու ավելի սենց հստակ։ Հիմա ինքը երկրորդ խաղում փոխեց մի քիչ, նույն ինքը այդ էմոցիան պահեց, բայց լիարժեք այդ բանով չի կարողանում։ Նորացնում է նույն ձև է խոսում։ Շնորհակալություն։ Ու հետո սաղկյանքը դու կարմիր Շնորհակալություն։ Մի հատ Լսեք ինձ հիմա։ Այդ տեխնացություններ կա Արսենի եւ Աննայի տեխնացիոն։ Խնդրեմ ընդունեք Հայարփի տեխնացությունը։ Հայարփի տեխնացիոն։ Հայարփի տեխնացությունը։ Ընդունված է Հայարփի։ Վեր։ տեխնացությունն է։ Այդ կներեք, բայց լրիվ սև արդեն։ Շնորհակալություն։ Մենք ունենք 3 տեխնացիոն։ Այս պահին քննարկումները ավարտվում են։ Քննարկումները ավարտվեցին։ Կյանք ինձ պետք է ասեիր, ես դրեցի։ Լևոն, ինչպես դուք ասեիր կյանք, քննարկումները ավարտեցին։ Ունենք 3 տեխնացիոն՝ Արսեն, Աննա եւ Հայարփի։ Հիշեցնում եմ, քվեարկությունը տևում է կարճ եւ արագ։ Մինչեւ ստոպ բարը։ Արսեն, ով է կողմ խաղալքի Արսենը։ Շնորհակալություն, 1 ձայն։ Աննա, ով է կողմ խաղալքի Աննան։ Շնորհակալություն, 3 ձայն։ Հետևաբար մնացած 4 ձայներով խաղը լքում է Հայարփին։ Հայարփի, ձեր խաղընկերները 4 ձայնով ձեզ հեռացրեցին խաղից։ Ես հեղինակություն էի այս խաղում եւ ստուգել էի Արսենին, Արսենը սև խաղացող էր, իմ վերջին խոսքը դա կա։ Oh my god։
Վերջ, շնորհակալություն։ Ծափահարենք Հայարփի։ Հայարփի մի տրվի սադրանքներին, խնդրում եմ։ Ճանապարհենք։ Շնորհակալություն խաղի համար։ Շնորհակալություն խաղի համար Հայարփի։ Բայց Ժողովուրդ ջան, հիմա որ ես ասեց սեվը, հիմա ես էլ եմ ուզում, օքեյ, թող ինձ ստուգի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Մունք 3-ը ներկայացնում է։ Ես արդեն երկրորդ անգամ կրկնվում է, որ ամենասկզբից թաղայինը դուրս է գալիս, իսկ այդ խաղը սարքում է ուղակի կաշմար։ Ուզում եմ բարևել իմ Ամերիկայի բարեկամներին։ Եթե Աննան դուրս գա, հետո Չաչոյանը դուրս գա, ու այս խաղը չպրծնի, ուրեմն այս խաղը շարունակվելու է։ Տրամաբանական բաներ եմ խոսում, էլի։ Պրոստը մարդիկ չեն քվեարկում, պրոստը նստած նայում են, թե ոչ մեկին չեն քվեարկում, ոչ մեկին չես քվեարկում չի լինում, չես քվեարկում վերջին մարդուն է գնում, խի չես քվեարկում։ Այ մարդ հասկացանք։ Հետաքրքրում են իրադարձությունները, լարված է ամեն ինչ, դրա համար պետք է անցնել գործողությունների։ Սիրելի թիկնապա, խնդրում եմ դուրս եկեք ձեր գրիմանոցից։ Թիկնապա, եկեք, ես ձեզ սպասում եմ։ Տվեք ինձ այն մարդու անունը, ում ուզում եք դուք պաշտպանել այս գիշեր։ Խնդրում եմ կողմնորոշվել արագ, եւ թիկնապահը որոշում է փրկել։ Շնորհակալություն։ Դե ինչ թիկնապահը կատարեց իր փրկողական ծառայությունը, նա փրկեց խաղացողներից մեկին։ Թաղային, խնդրեմ թաղային, դուրս եկ։ Թաղապետ։ Շնորհակալություն թաղային։ Մաֆիա, 2 կամ 1 սև խաղացողներ կամ սևեր կամ սև, դուրս եկեք սիրելի սևեր, ես սպասում եմ ձեզ։ Եկեք, ընտրեք ձեր զոհին, ում եք որոշում սպանել այս գիշեր։ Սա մի քիչ խորամանկ եղի էլի Սակո ջան։ Ես դայում եմ ճակատը խափում եմ։ Ես էլ առաջի վարքյանից հավատում եմ։ Արագ կողմնորոշվեք։ Շնորհակալություն։ Ահա։ Մեր սևերն է կողմնորոշվեցին։ Մեկը Լևոնն, այս ինձ են սպանել։ Համեցեք։ Գրեք ձեր կտակը։ Հիմա մեկին հանեցին ընդր սևերը։ Այդ մեկը կտակա գրում, շատ հետաքրքիր է, ինչա գրում։ Անհասկանալի ձեռագիր է։ Շնորհակալություն։ Ոնց որ մեծ կնանիքից լինում, որ իր Արսենին հանել, Աննա կասկածելի է, աննորմալ է հնչում, բայց Սաշը նույնպես, վերջի տարբերակ, Լյովը մյուս կասկածելին է, Պիսով է ինձ գրե։ Կարող եք չբարձրաձայնել, բայց կտակի թուղթը փոքր պետք է մնա գրիմանոցների ներսում։ Դե ինչ, զգուշացեք, դռները բացվում են։ Նստեք, զբաղեցեք ձեր տեղերը, ինչպես հասկացաք, մեր խաղը լքել է մեր գեղեցկուի Մերին։ Այո։ Արսեն ջան, ձեզանից ենք սկսում այս շրջանը, 30 վայրկյանն խնդրեմ, սկսեք։ Սաշ ջան, Լյով ջան, խաղում եմ ձեր հետ, մի քիչ նույնն է Սարգիսն է մնում, մի քիչ նույնն է խաղի մնում, Վիկտորիան էլ է նույնը մնում, բայց հələ որ չեմ կարող ասեմ, հա կարող այդպես մի անգամից փորձեմ տեխնացիոն դնեմ, բայց ես էլ չեմ ջոգում ոչ մի բան, կհասկանամ։
Babe, խնդրում եմ, մի բան դրեք, ստեղ։ Հա։ Մի տեխնացություն, մի որոշ բան դրեք այստեղ անպայման, որովհետև ավելի պարզ առաջադրում եք Արսենի։ Այո, առաջադրված է Արսենի տեխնացիա։ Արսենի խաղը լիարժեք չի համապատասխանում իր խաղավոճին, հա, կարելի ասել, որովհետև ընդհանրապես իրանից ոչ մի ստիմուլ չեմ տեսնում, Սաշ ջան, Լյով ջան, խաղում եմ ձեզ հետ, Սակ ջան, դու նույնն ես, դու մի քիչ էլի բան, ոչ մի հանգամանալից, ոչ մի հիմնավոր տեքստ։ Ցավում եմ հայարփի համար, ինչ որտեղ նաև հավատում եմ հայարփին, Լյով ջան, ես ուզում եմ քեզնից լսեմ լիարժեք բավարարիչ խոսք, որ դու կարող ես։ Շնորհակալություն, շնորհակալություն, Սաշ, Աննա ջան, մենք ուզում ենք լսել ձեզ 30 վայրկյաններ, խնդրեմ։ Լորիվ սենց սա խառնվեց իրար, որովհետև բացարձակ չի պատկերացնում, որ մերին դուրս կգա այս անգամ, ինչի համար չհասկացա։ Չեմ ընդհանրապես չեմ կարա ասել, չէ, դեռ չեմ ասել, մինչև ընդհանուր քննարկումը չլինի։ Չեմ կարա ընդհանրապես ասեմ ում հետ եմ խաղում, ում հետ չեմ խաղում, որովհետև Վիկտորիան կամ բացվել է, իրոք բացվել է, ճիշտ է խաղում հիմա, կամ էլ ուզում է տենց ցույց տա, Սարգիս մի քիչ խոսա։ Շնորհակալություն Աննա։ Լևոն 30 վայրկյան ունեք, ասեք ինչ եք կարծում մեր խաղի։ Շնորհավորում եմ Կարմիրներին, որովհետև արդեն խաղը հաղթել ենք։ Բնականաբար հիմա դուրս է գալիս ստուգված սև խաղացող։ Կապ չունի, որ ինքի մետ է խաղում, դա խաղի բան չի փոխում։ Ստուգված սև խաղ կա շերիֆ, կա ուրիշ թաղային, չկա։ Եթե կա, հիմա պետք է բացվի։ Չի բացվի, չեն բացվի։ Սահանում ենք խաղացողին, դրած է տեխնացությունը։ Բնականաբար երկրորդ սևն էլ էսպայն դու ես խաղում, որովհետև չեմ պատկերացնում ինչի պիտի հանեին մերի, ինչի պիտի հանեն։ Շնորհակալություն Լևոն։ Սարգիս, սերի հասակես։ Չէ, նկատողություն Արսեն Սարգսի 30 վայրկյան։ Ես հայարփին հավատում եմ, միանշանակ Արսենի տեխնացությունն եմ ուզում դնենք։ Հաստատված է Արսենի տեխնացիա։ Եվ այդքանով ինձ թվում է սահմանափակվեմ, ուրիշ որովհետև ասելու բան չունեմ, մնացածի հետ կապված բան չեմ կարող ասեմ, նու շատ խորամանկ դեմք ունի, բայց հավատում եմ։ Ես դնում եմ Լևոնի տեխնացությունը, ես Սևանն ես կինասպան եմ, եթե ինձ ստուգել էին։ Ստանում։ Դեռևս այս մարդկանց խոսելու ժամանակն է։ Վիկտորիա 30 վայրկյան, իմ ջարդին վարդը ձեր շատ ասած։ Օй, շնորհակալ եմ։ Դուք բնականաբար Դերս իրասում եմ։ Նկատողություն Լևոն։ խառնել եմ էլի շոուն մի դուրս կոմ եմ։ Դուք բնականաբար սև եք, հաջորդը Աննան է, իսկ վայ Նենա եկեց այս տարելա կամ Սաշը կամ Լևոնը, Լևոնն ու Վիկտորիան։ Արսեն դուք ստանում եք երրորդ նկատողությունը։ Արսենին հանում ենք, հետո Աննային ենք հանում ու եթե Կարմիրները չհաղթեն, ապա Ժամանակ, շնորհակալություն։ Հիմա մենք սկսում ենք քննարկման փուլը, հիմա այս պահին կա մենակ Արսենի տեխնացությունը, եթե միայն մնա այդ մեկ տեխնացություն, դուք ավտոմատ կլքեք խաղը։ Դե կերեք իրար։ Ժողովուրդ, եթե Արսենը դուրս եկավ ու հաջորդ գիշեր խաղը չկրին սևերը, իմացեք ճիշտ ենք անել։ Ժողովուրդ ջան, Չէ, նայ։ Բանեցին մի հոգու։ Ինչ։ Մի հոգին սենց ասեց կոնկրետ մարդկաց ու երկու հոգին էլ միանգամից կոնկրետ իրանք է։ Դե կարաս ապացուցես, որ դու ես թաղայինը։ Մի րոպե։ Բայց ես թաղայինի մասին բան եմ ասում։ Նայ, թաղային չկա, Եթե ինքը ասել է, ես ինձ ես այդքան ֆայն կունեն այս սևելն էլի, ես սպանեի, որ ես էլ։ Ես եմ եղավոր, որ հայարփին խանութ դուսա եկե, ընդունում եմ ես իսկան։ Այս մարդը Կարմիրը ես հաստատ գիտեմ, Կարմիրը։ Վիկտորիան ինչի Թաղայինը բայց մատա խաղ։ Դնում եմ մարդը ստուգե գիշերը բան արե։ Արսեն ինձ ասեք, որ իմանամ ում տեխնացիան։ Բայց մեկը Վիկտորիան դնում եմ։ Բայց Լևոն ջան, ասում եմ, սևելն է։ Սիրելի Արսեն, ես ինքնասպանվեի։ Խիպի ինքնասպանելն ես դու։ Չեմ ջոգում, խիպի ինքնասպանելն ես դնում եմ հենց հիմա Լևոնի վրա, որ փոխեց Լևոնի տեխնացիան։ Ուրեմն նա Լևոնի տեխնացիան։ Պարզա չէ որ ստուգվել է։ Իրանք հանենք հաջորդում Ուրա թաղայինը, ով է թաղայինը։ Տեխնացիաներ ունենք, այս բանը ունենք երկու տեխնացիոն, Արսենի եւ Լևոնի տեխնացիոնը։ Այլ տեխնացիոն առաջադրում ենք թե ոչ։ Չենք առաջադրում։ Ուրեմն անցանք քվեարկության փուլ։ Քվեարկում ենք արագ, ձերներ բայ։ քվեարկում ենք արագ, այլևս չենք խոսում։ Արագ մինչև իմ շնորհակալություն կամ ստոպ բառերը։ Ունենք երկու տեխնացիոն, Արսեն եւ Լևոն։ Արսեն, ով է կողմ խաղալքի Արսենը։ Շնորհակալություն, ես հաշվում եմ 4 ձայն։ Թե ես կվեր։ Երկու ձայն անցնում է Լևոնին։ Արսեն ձեր վերջին խոսքը, ունեք վերջին խոսքը իրավունք 30 վայրկյան։ Եթե սև լինեի, ես ինքնասպանվեի։ Դու էլ տենց Ով տիկնասպա բացատրի։ Եթե ես սև լինեի, եթե ինքը ստուգել էր, ես ինքնասպանվեի։ Որ չկասկածեիք, ժողովուրդ ջան։ Սևերը շատ լավ են խաղում։ Հա, որովհետև հելել է որ դուք սկսեիք կասկածել իրար փրտեիք։
Լավ քիչ Չենք հավատում։ Շնորհակալություն Արսեն, շնորհակալություն խաղի համար։ Ծափարենք Արսենի Բացի Աննայից քեզ ոչ մեկ չի հավատում։ Եկեք խաղը։ Կարմիրները հավատում են։ Խնդրեմ։ Եթե այս գիշեր կարմիրները չհաղթեցին, սևերը չհաղթեցին, ճիշտ ենք անել։ Աղբեր տիկնապահն եմ ում եմ պահում։ Շուտ ասա, շուտ։ Զուշացեք, դռները բացվում են։ Ես օգտվելին վրայից։ Անե։ Վարդս սազում է, չէ՞, ինձ, այո, գիտեմ։ Չաչոնը չֆայմեց, որ ասի ես եմ թաղայինը, մի հատ ինչ որ явնի կարմիրին մեկին ասել, ստուգել եմ ինքը կարմիրավան գոնե խաղի ընթացքը փող չֆայմեց, հելա խաղաց։ Այս խաղերը իմ մեջ չի։ Թատրոնում լինի ասեմ, հա։ Դուրս կբացեք գնամ։ Այս խաղը լրիվ այլ ընթացք ստացավ։ Կարմիրները կարողացան փոխարինվել, նույնիսկ թաղայինին հեռացնելուց հետո կարողացան անել խաղից սև խաղացողը։ Հիմա տեսնենք միակ մնացած սև խաղացողը միայնակ կարող է խաբել այսքան մարդու, չնայած կասկածները իր շուրջ արդեն շատանում են։ Սիրելի տիկնապա, խնդրեմ, դուրս եկեք, սիրելի տիկնապա, կատարեք ձեր առաքելությունը։ Տիկնապա, Սիրելի տիկնապա։ շնորհակալություն, սիրելի տիկնապա։ Տիկնապա կատարեց իր առաքելությունը եւ փրկեց իր խաղընկերներից ինչ որ մեկին կամ հենց իրեն։ Թաղային, սիրելի թաղային, դուրս արի։ Ասա ինչ ես ուզում իմանալ, ում գույն ես ուզում իմանալ, սիրելի թաղային։ Թաղայինը բամուշ չկա։ Շնորհակալություն, սիրելի թաղային։ Սև կամ սևեր դուրս եկ կամ դուրս եկեք, կատարեք ձեր սև գործը, խնդրում եմ։ Համեցեք, ասեք ում եք որոշել հեռացնել այս գիշեր։ Լավին է հոզելու, խփի կամ են ինձ խփելու։ Արեք ձեր սև գործը։ Շնորհակալություն մեր սևին կամ սևերին։ Կխնդրեմ մեկ-երկու նախադասությամբ կամ բառով գրեք շնորհակալություն, ձեզ հրավիրում ենք արդեն դուրս, շնորհակալություն մեր խաղին մասնակցելու համար։ Թող Սաշին մնա խաղի մեջ, որտեղ մենակ Սաշն է ինձ հավատում, ասպայն Վիկտորեն չի հավատում, բայց ես իրան պահել եմ, թող մնա խաղում։ Օհո։ Նամակ եմ ստացել դուրս եկող խաղացողից գրած է Աննային ճնշեք։ Ճնշեք, Աննային ճնշեք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Համեցեք, վաղեցեք ձեր տեղերը։ Վաղեցեք։ Ոնց հասկանում եք, սևերը հասան իրենց նպատակին վերջո, Սաշը այլևս մեզ հետ չէ։ Դե ինչ կարծիքներ ունենք այսօրվա վերաբերյալ, Աննան է սկսում մեր շրջանը, Աննա ջան 30 վայրկյան ունեք, խնդրում եմ ասեք ինչ կարծիք ունեք այս գիշերվա վերաբերյալ։ Անցած խոսալուց կասկածս այս կողմի վրա է, չգիտեմ իրանցից ով։ Սարգիսը միանգամից բռնում է Լևոնի ասածներին ու տենց կպնում է, Լևոնն էլ օնդոթա ինչ որ բան է ուզում ապացուցի։ Հա ջան։ Ինչ սիրուն աչքեր են։ Նկատողություն Լևոն, սա ձեր երկրորդ նկատողությունն է։ Բայց սիրուն աչքեր ունեք։ Այս երկուսի վրա եմ կասկածում։ Շնորհակալություն, տեխնացություն ունեք։ Լավ, այդ ընթացքում հասկացա։ Լևոն, տեխնացություն, 30 վայրկյան, խոսք, ինչ կասեք։ Ընդունեք խնդրում տեխնացությունը Աննայի։ Ընդունված է Աննայի տեխնացությունը։ Գեղեցկուհի Մանուչարյան։ Ես խաղի տեխնապահն էի, պահել եմ քեզ որ հանգարտ չկրակեն։ Շնորհակալություն Լևոն։ Պարզ չի։ Շնորհակալություն։ Սարգիս տեխնացություն, անգամ ես այդ սխալը չեմ գործի։ Կհավատամ Լևոնին ու կսխալվեմ։ Վերջումի տոգում ստացվի ու դառնամ ես հակաերոսը երկու խաղ պրապալ, բայց եթե պետքա տենց լինի, ամեն դեպքում ես քեզ հավատում եմ, չէ, դե դրամաբանական է կարծում եմ ամեն ինչ գնում, ընդունեք Աննայի տեխնացությունը։ Ընդունված է Աննայի տեխնացությունը, հաստատված է Աննայի տեխնացությունը։ Սիրելի Վիկտորիա։ Վայը կգա ձեզ կտանի, եթե հանկարծ խաբել եք ինձ տղաներ։ Լավ, Աննային հանենք, հետո եթե խաղը, վсё, հա, պրսում է խաղը։ Տեսնենք էլի։
Վերջ։ Հա, պահպանում եմ տեխնիկան։ Ազատ քննարկման փուլ հիշեցնեմ, որ Աննա միայն քո տեխնիկությունն է։ Բայց քննարկում ունենք։ Ազատ քննարկում կա հիմա, բոլորը բացատրում եմ։ Վիկ ուրիշ շանս չկա։ Իրանք երկուսով ինչ որ բան են։ Ես գնում եմ Ասենը սև էր, բարձա, չէ։ Ստուգված շերիֆը, բանը, թաղայինը ստուգեց, սևը դուրս եկավ, всё։ Սաշին հանեցին։ Աննա, հիշեցնեմ, որ միայն քո տեխնիկությունն է Աննա։ Թիկնապահես ու կարող է այն մեկը չի, ով որ դուրս է եկել թիկնապահ։ Ու հիմա դու էդի վերցնում ես քո Այս պայդրությամբ դուք ավտոմատիկ մոռացած եմ, նամակ եմ ստացել, մահացած մարդու չի։ Այդ մոռանալին արդեն բանամ, Լևոնի վրա տեխնիկություն։ Այսինքն ոչ կարելի է մոռանալ, որ դու բան ես ստացել։ Նամակում գրված էր Աննային ճնշեք։ Նորեն հանել Սաշին ու դու մոռացել ես, որ դու նամակ ես բանարել։ Այլ տեխնիկություններ, Սարգիսի Օրասան 30 վայրկյան չտեղավորեցի ասել։ Մոռանա Սաշին նորեն հանել, ասում է բանը մոռացել է, վայ։ Հիշեցնեմ, որ այս պայմանը Այդ նոր եմ ստացել 30 վայրկյան չհասցրի ասեմ, նամակ եմ ստացել։ Աննայի եւ Լևոնի Այս 3 ժամը խոսում Սարգիսի է։ Վիկտորիա պատկացրած։ Ջան, իրա։ Դաժե եթե Կարմիրով Ես Վիկտորին միանշանակ չեմ կասկածում, ես ասում եմ իմ ուղղությունը իրանց վրա է։ Դե ուրեմն ասենք, Հիմա ինքը ասում են քվեարկության փուլ։ Դու ես կասկածում ամենաշատ։ Ասում են քվեարկության փուլ, քննարկումները ավարտված են։ Так, լսի ես։ Женский солидарность ֆիրմիան հանի։ Ունենք երկու տեխնիկություն։ Աննայի եւ Լևոնի տեխնիկությունները։ Երկու տեխնիկություն, ձեր տեխնիկությունները։ Իջեցնեմ, որ քվեարկությունը անում են կարճ, արագ, մինչև շնորհակալություն բառը։ Եվ այսպես, Աննա թե Լևոն։ Աննա, ով է կողմ խաղալքի Աննա։ Շնորհակալություն 2 ձայն։ Հետևաբար 2 ձայն անցնում է Լևոնին։ Ունենք եւս 30 վայրկյան խոսելու եւ արդարանալու միայն Աննան եւ Լևոնը ըստ հերթականության։ Աննա ջան, 30 վայրկյան կարող ես համոզել քո խաղանքին։ Լրիվ པարզ դարձավ, որովհետեւ չի կարա մարդը հենց այդ գիշերը Վիկ ջան վերցրած լինի նամակը ու ասի բանը։ Վայ, մեկ էլ կես ժամ հետո հիշելա, որ իրան Սաշը նամակ էր տվել։ Սաշը նոր է դուրս եկել։ Մեկ ասում է թիկնապահ։ Ասեցի, նոր ասեցի։ Ես պաշտպանել եմ քեզ։ Վիկ ջան, չես ջոկում, որ քեզ է պաշտպանել, մեկ ստացնել ու պաշտպան։ Աննա, Լևոն քո 30 վայրկյանը արդարացիր կամ համոզիր։ Թաղայինն է, որը կարմիր խաղացող է։ Առաջինը պայել եմ Սաշին, նոր ստացել եմ նամակ գրած Աննային ճնշեք։ Սաշին երկրորդ անգամ, որ ասեցի թաղային եմ ունվանում, Սաշին երկրորդ անգամ պայեցի, բազմախաղում մի անգամ կարաս մեկին պաշտպանես։ Քեզ եմ պաշտպանում, որ չկրակեին, բայց բնականաբար Սաշին պարզ էր։ Շնորհակալություն Լևոն։ Կարմիր ենք երեքով։ Եվս մեկ անգամ դուք լսեցիք Սաշից եւ Վիկտորիա, լսեցիք Աննայի եւ Լևոնի մեկնաբանությունները։ Լևոն հանգստացի։ Լսեցիք երկուսի խոսքերն էլ, փորձեցին համոզել։ Նորից քվեարկում ենք Աննա թե Լևոն։ Եթե կիսվեն, երկուսն էլ նորից կմնան խաղում։ Եվ այսպես քվեարկություն։ Աննա, ով է կողմ խաղալքի Աննան։ Շնորհակալություն 3 ձայն։ Աննա ջան, խնդրում եմ ձեր մախոսական վերջին 1 րոպեն ասեք։ Ես ձեզ սիրում եմ։ Առնավարտվեց։ Աննա ջան, չեք ուզում բացել ծրարը եւ ցույց տալ թե ինչ կարմիրները հաղթեցեք դուք։ Սա կապրեց որ չլսեցի։ Ես սատերում էի խաղացողեր եւ իհարկե Բայց ես փորձում էի շատ բարդ խաղեր, ասի հայերբի։ Խաղացողներ, Աննա ջան, խնդրում եմ լքեք, խաղը ձեզ հանել են, շնորհակալություն խաղացողներ։ Եվ իհարկե հաջորդ սև խաղացողն էր, ստուգված սև խաղացողը Արսենն էր։ Բրավո Կարմիր թմին ապրեք։ Հիմա comeback արեցի այս անգամ դուք comeback արեցիք։ Հաշիվը 1-1։ Կարող եք շնորհավորել իրան։ Ես հայտարարում եմ Կարմիր թիմի Այսպես կարանք Դե ինչ կարմիրները հաղթեցին այս խաղում, այսինքն ռևանշը տեղի ունեցավ 1-1 հաշվով, դու անցածին կարմիրից թե սև։ Սև ու կրել է ելի։ Դու 2 անգամ ես գրել։ Ես էլ լուծեցի այդ առաջի խաղի խնդիրը, որ ես դարձա հակահերոս էի։ Ես հայտարարում եմ այս անգամ ոչ ոքի։ Խաղը մեր ավարտվեց ոչ ոքի, 1 անգամ հաղթեցին սևերը, 1 անգամ հաղթեցին կարմիրները։ Երկու դեպքում էլ թաղայինին հեռացրեցին հենց սկզբում։ 1 անգամ գիշերը, 1 անգամ ցերեկը, բայց երկրորդ խաղում կարմիրները արդեն ավելի ուժեղ են եւ փորձառու։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք Մաֆիադորի նոր երկրորդ եթերաշրջանը, որը մենք նկարանում ենք իհարկե
Տաշիր արենայում, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեզ քաղաքի լավագույն հարթակն ու տաղավարը տրամադրելու համար։ Այս անգամ արդեն Մաֆիադորը վարում եմ ես, Լևոն Խաչատրյանը։ Սիրում ենք ձեզ բոլորիդ, հրավիրում ենք բաժանորդագրվելու Monk 3 YouTube-յան էջին, սեղմել զանգակի կոճակը, գրել կոմենտներ, տարածել մեր բոլոր նկարահանած վիդեոները, որովհետև մենք ամենալավն ենք, իսկ դուք ամենալավ հանդիսատեսն եք մեր։ Սիրում ենք ձեզ շատ, կտեսնվենք հաջորդ Մաֆիադորի ընթացքում։ Գնացինք։